Մի մարդ, ով նվաստացել էր աշխատավայրում, կանգնած է կյանքը հավերժ փոխող որոշման առջ։ Մի անմեղ երեխա մի հարց գտա, որը կարձագանքի նրա սրտում։ Հիվանդանոցում ճակատագիրը անսպասելիորեն կփոխկապակցի կյանքերը արտասովոր կարեկցանքի ժեստի միջոցով։ Նախքան այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Արը դեռ պայքարում էր մոխրագույն ամպերի դեմ, երբ Մարկոս Սալենյանը մաքրման սայլակը հրում էր մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երկնաքերի միջանցքներով։ Նրա կոշտացած ձեռքերը ամուր բռնած էին ավելների բռնակը, մինչ նրա մտքերը թափառում էին դստեր, Քյարայի բժշկական այցի շուրջ, որը նշանակված էր երեկոյան։ 5 տարեկանում աղջիկն արդեն ավելի լավ էր ճանաչում հիվանդանոցի միջանցքները, քան շատ երեխաներ ճանաչում են զբոսայգիները։ Սրտի բնածին Արատը պահանջում էր մշտական հսկողություն, յուրաքանչյուր այս հույսի անհանգստության խառնուրդ էր։ Մարկոսն արթնացել էր առավոտյան ժամը 5-ին, ինչպես միշտ անում էր վերջին 2 տարիներին։ Արվարձանի փոքր բնակարանում արձագանքում էր այն լռությունը, որը դեռ հետապնդում էր նրան այն օրվանից, երբ կինը հեռացավ մի հիվանդության զոհ, որը խլեց ոչ միայն նրա կյանքը, այլ ընտանիքի խնայողությունները։ Պատին կախված ինժեներական դիպլոմը ծաղրում էր նրան ամեն առավոտ, հիշեցնելով, թե ով էր նա նախքան աշխարհի փլուզվելը նրա ուսերին։ Ալյանս կորպորացիա ընկերությունը զբաղեցնում էր շենքի 20 հարկերը, Մարկոսը գիտեր յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր, որը պետք է մաքրեր։ Նա միշտ սկսում էր ստորին հարկերից, աստիճանաբար բարձրանալով մինչ 30-րդ հարկ, որտեղ գտնվում էին գործադիր տնօրինության գրասենյակները։ Դա մի աշխատանք էր, որը նա ընդունել էր հուսահատությունից, չպատկերացնելով, որ 2 շաբաթ անց նա մաքրելու է նույն կնոջ գրասենյակը, ով մերժել էր իր ինքնակենսագրությունը ամիսներ առաջ, երբ նա դեռ փորձում էր վերադառնալ ինժեներական շուկա։ Օլիվիա Ալյանցյանը, ընկերության նախագահը, որը նա ժառանգել էր հորից, հայտնի էր իր սառը հաշվարկով մոլի կատարելությամբ։ 32 տարեկանում նա երկաթյա ձեռքով ղեկավարում էր բիզնես կայսրություն, չհանդուրժելով սխալներ կամ անգործություն։ Մարկոսը ամիսներ շարունակ հեռվից դիտել էր նրան, նկատելով, թե ինչպես էր նա վերաբերվում աշխատակիցներին մասնագիտական հեռավորությամբ, որը սահմանակից էր անտարբերությանը։ Նա երբեք իրականում չէր նկատել նրան, պարզապես որպես մեկ անտեսանելի աշխատակից, ով մաքուր էր պահում շրջակայքը։ Այդ հինգշաբթի առավոտյան Մարկոսը կրծքավանդակում այլ ծանրություն էր զգում։ Քյարան անհանգիստ էր անցկացրել գիշերը, բողոքելով կրծքավանդակի ցավերից, որոնք հետապնդում էին նրան ամեն անգամ, երբ կրկնվում էին։ Բժիշկը նոր հետազոտություններ էր խնդրել, այսօրվա այցը կորոշեր, թե արդյոք ավելի ինվազիվ միջամտություն կպահանջվի։ Միակ ընտանիքը, որը նրան մնացել էր, կորցնելու վախը լուր սպառում էր նրան, մինչ նա փորձում էր պահպանել նորմալությունը, որպեսզի չանհանգստացնի դստերը։ Առաջին սխալը տեղի ունեցավ 15-րդ հարկում։ Իր անհանգստություններով շեղված, Մարկոսը մաքրման սայլակը սխալ դիրքով էր դրել գործադիր վերելակի մոտ։ Նա կենտրոնացած էր պատուհանները մաքրելու վրա, երբ լսեց դռների մետաղական բացվելու ձայնը, այնուհետ զայրացած ձայն, որը կտրեց լռությունը։ Ինչ անհեթեթություն է սա։ Մարկոսն արագ շրջվեց, տեսավ Օլիվիա Ալյանցյանին կանգնած վերելակի դիմաց, նրա անթերի մուգ կապույտ կոստյումը հակադրվում էր դեմքի զայրացած արտահայտությանը։ Նրա շեկ մազերը հավաքված էին կատարյալ հանգույցով, նրա սառույցի պես կապույտ աչքերը նայում էին նրան այնպիսի ինտենսիվությամբ, որ նա կուլ տվեց։ Կներեք, տիկին Ալյանցյան։ Անմիջապես կհեռացնեմ։ Անմիջապես։ Նրա ձայնը արձագանքեց միջանցքում, ստիպելով այլ աշխատակիցների կանգնել դիտել տեսարանը։ Կարծում եք, որ կարող եք պարզապես արգելափակել գործադիր մուտքը ձեր անփութությամբ ամեն ինչ լուծել ներողություն խնդրելով։ Մարկոսը զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին։ Շուրջը աշխատակիցները սկսեցին հավաքվել, ոմանք շշնջում էին միմյանց հետ։ Նա ճանաչում էր այդ դեմքերը, մարդիկ, ում հետ նա քաղաքավարի ողջույններ էր փոխանակել ամիսներ շարունակ։ Այժմ բոլորը դիտում էին նրան ամոթի հիվանդագին հետաքրքրության խառնուրդով։ Տիկին, դա պարզապես անզգուշություն էր։ Այլս չի կրկնվի։ Օլիվիան մոտեցավ մինչ նրանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, նրա հզոր ներկայությունը ստիպում էր նրան ավելի փոքր զգալ։ Անզգուշություն։ Պարոն։ Նա դադար տվեց, նայելով համազգեստի նշանին։ Պարոն Սալենյան։ Հասկանում եք, որ այս ընկերությունը պահպանում է գերազանցության չափանիշները, որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Այո, տիկին։ Լիովին հասկանում եմ։ Ոչ, չեք հասկանում։
Նրա ձայնն ավելի սառը դարձավ։ Եթե հասկանայիք, այստեղ չէիք լինի, արգելափակելով այն գործադիրների մուտքը, ովքեր ամեն օր միլիոնավոր դրամներ են շարժում։ Այս տեսակի անգործությունը հենց այն է, ինչ խորտակում է այս ընկերության արտադրողականությունը։ Միջանցքում լռությունը խլացուցիչ էր։ Մարկոսը կարող էր զգալ գործընկերների կարեկցական ամոթալի հայացքները։ Ոմանք շեղեցին հայացքը, ոմանք կարծես հիպնոսացված էին հրապարակային նվաստացումից, որը տեղի էր ունենում իրենց առջ։ Ո՞ր է մաքրման ղեկավարը։ Օլիվիան հարցրեց ոչ ոքի մասնավորապես, բայց նրա հարցը սպառնալիքի պես արձագանքեց։ Նա դեռ չի եկել, տիկին, պատասխանեց մի քարտուղարուհի, ով կանգ էր առել տեսարանը դիտելու համար։ Հիանալի է։ Այդ դեպքում ես ինքս կզբաղվեմ դրանով։ Օլիվիան նորից շրջվեց դեպի Մարկոս։ Պարոն Սալենյան, դուք պաշտոնական նախազգուշացում կստանաք։ Երկրորդ դեպքը կհանգեցնի անմիջական աշխատանքից ազատման։ Հասկանալի է։ Լիովին հասկանալի է, տիկին։ Մարկոսն արագ շարժեց սայլակը, նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա վերադասավորում էր մաքրման պարագաները։ Ամբոխը սկսեց դանդաղ ցրվել, բայց նա զգում էր, որ միջադեպը շաբաթներ շարունակ խոսակցությունների թեմա կդառնա։ Նվաստացումը թթվի պես այրում էր նրա կրծքավանդակում, բայց նա կուլ տվեց հպարտությունը շարունակեց աշխատել։ Օրվա մնացած մասն անցավ ամոթի անհանգստության մշուշի մեջ։ Մարկոսը մեխանիկորեն կատարում էր իր առաջադրանքները, խուսափելով աչքի կապից այն գործընկերների հետ, ովքեր ականատես էին եղել նրա նվաստացմանը։ Ճաշի ժամանակ նա մենակ նստեց ճաշարանում, խառնելով սառը ապուրը, մինչ նրա անհանգստությունները բազմապատկվում էին։ Պաշտոնական նախազգուշացումը նշանակում էր, որ նա մեկ քայլ էր հեռու աշխատանքից ազատվելուց։ Առանց այս աշխատանքի, ինչպես կվճարեր Քյարայի բժշկական հաշիվները։ Ինչպես կապահովեր, որ նա շարունակի ստանալ անհրաժեշտ բուժումը։ Ժամը 15-ին Մարկոսը ստացավ պաշտոնական փաստաթուղթը։ Սպիտակ թերթ, ընկերության կնիքով, որը մանրամասնում էր նրա խախտումը ապագա հետանքները։ Նրա ձեռքերը դողում էին ստացականը ստորագրելիս, փաստաթղթի յուրաքանչյուր բառ արձագանքում էր նրա մտքում որպես դատավճիռ։ Մաքրման ղեկավարը, Պետրոս անունով մի բարի մարդ, թուղթը տվեց կարեկցական հայացքով։ Մարկոս, ավելի զգույշ եղիր։ Նախագահը վերջին շրջանում կատակների տրամադրություն չունի։ Ընկերությունը վերակազմավորման մեջ է, նա մեծ ճնշման տակ է։ Հասկանում եմ, Պետրոս։ Այլս չի կրկնվի։ Հուսով եմ, որ ոչ։ Դու լավ աշխատակից ես, գիտեմ, որ տանը պատասխանատվություններ ունես։ Մարկոսը ծալեց թուղթը դրեց համազգեստի գրպանը, զգալով բառերի ծանրությունը։ Պատասխանատվություններ տանը։ Քյարան ամեն ինչում ապավինում էր նրան։ Նա հայր էր, մայր, ապահովող պաշտպան։ Նա չէր կարող իրեն թույլ տալ կորցնել այս աշխատանքը, նույնիսկ եթե դա նշանակում էր ամեն օր կուլ տալ իր արժանապատվությունը։ Օրվա մնացած մասը դանդաղ ձգվեց։ Ամեն միջանցք, որը նա մաքրում էր, Մարկոսը վերանայում էր առավոտյան տեսարանը, պատկերացնելով, թե ինչ կարող էր ասել կամ անել այլ կերպ։ Հրապարակային նվաստացումը բացել էր վերքեր, որոնք նա կարծում էր, թե վաղուց բուժվել էին։ Նա հիշեց, թե երբ էր հարգվում իր գիտելիքների համար, երբ իր կարծիքները կարող էին նախագծային հանդիպումներում։ Այժմ նա պարզապես մեկ անտեսանելի աշխատակից էր, ում միակ գործառույթն էր մաքուր պահել մակերեսները այն մարդկանց համար, ովքեր նույնիսկ չէին էլ հոգնում սովորել նրա անունը։ Ժամը 17-ին Մարկոսը հագուստը փոխեց հանդերձարանում քայլեց դեպի ավտոբուսի կանգառ, որտեղ Քյարան սպասում էր նրան Ագնես Դայակի հետ, մի տարեց տիկին շենքից, ով խնամում էր աղջկան խորհրդանշական գումարով։ Հորը տեսնելով, Քյարայի փոքրիկ դեմքը լուսավորվեց ժպիտով, որը միշտ կարողանում էր ցրել նրա օրվա ամենամութ ամպերը։ Հայրիկ, ինչպես անցավ աշխատանքն այսօր։ Հանգիստ էր, արքայադուստր։ Պատրաստ ես մեր այցին դոկտոր Վիկտորի մոտ։ Քյարան եռանդուն կերպով գլխով արեց, ամուր բռնելով իր փափուկ փիղը Գուգուին։ 5 տարեկանում նա դեռ լիովին չէր հասկանում իր վիճակի լրջությունը, բայց գիտեր, որ հիվանդանոցային այցելությունները իր կյանքի մի մասն էին, ինչպես զբոսայգի գնալը կամ կիրակի օրերին պաղպաղակ ուտելը։ Ճանապարհը դեպի հիվանդանոց արագ անցավ։ Քյարան խոսեց իր օրվա մասին, պատմելով իր նկարած նկարների Ագնեսի իրեն կարդացած պատմությունների մասին։ Մարկոսը ուշադիր լսում էր, թույլ տալով դստեր անմեղությանը լվանալ այն դառնությունը, որը դեռ այրում էր իր կրծքավանդակում։
Բժշկական այցը կբացահայտեր, թե արդյոք Քիարան ավելի ինվազիվ միջամտության կարիք կունենա, նա լուր աղոթում էր, որ լուրերը դրական լինեն։ Սուրբ Աննա հիվանդանոցը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ժամանակակից համալիր էր, հայտնի մանկական սրտաբանության մեջ իր գերազանցությամբ։ Մարկոսն ու Քիարան ճանաչում էին յուրաքանչյուր միջանցք, յուրաքանչյուր բուժքույր, յուրաքանչյուր բժիշկ, ով աշխատում էր այդ բաժանմունքում։ Դոկտոր Վիկտոր Մուլերյանը նրանց համար դարձել էր ավելին, քան պարզապես բժիշկ, նա ընկեր էր, ով հատուկ նվիրվածությամբ հետում էր Քիարայի զարգացմանը։ Մինչ նրանք սպասում էին ընդունարանում, Մարկոսը դիտում էր հիվանդանոցի մշտական շարժը։ Անհանգիստ ընտանիքներ, շտապող բժիշկներ, գրագետ բուժքույրեր, որոնք շարժվում էին նպատակասլաց։ Կար մի բան մխիթարող այդ բուժման հույսի միջավայրում, նույնիսկ անհանգստությունների մեջտեղում։ Քիարա Սալենյան։ Ռոզա բուժքույրը կանչեց, նրանք անցան ծանոթ միջանցքով դեպի բժշկի աշխատասենյակ։ Դոկտոր Վիկտոր Մուլերյանի աշխատասենյակը հարմարավետ էր, զարդարված գունեղ մանկական նկարներով, որոնք նախկին հիվանդներն էին հատուկ նրա համար արել։ Քիարան միշտ իրեն տանն էր զգում այնտեղ, ճանաչելով իր սեփական նկարներից մի քանիսը, որոնք կախված էին պատին բժշկի սեղանի կողքին։ Դոկտոր Վիկտորը, 40-ամյա մի մարդ, քունքերին մոխրագույն մազերով բարի աչքերով, ժպտաց, տեսնելով զույգին մտնելիս։ «Ինչպե՞ս է իմ ամենասիրելի հիվանդը», հարցրեց, ձեռքը մեկնելով Քիարային ողջունելու համար, ով պատասխանեց լուրջ ձեռքսեղմումով, ինչպես մեծահասակը։ «Լավ եմ, դոկտոր Վիկտոր։ Գուգուին բերել եմ այցի», ասաց նա, ցույց տալով փափուկ փիղը։ «Շատ լավ։ Գուգուն նույնպես ստուգման կարիք ունի, այնպես չէ»։ Բժիշկը աչքով արեց նրան, նախքան Մարկոսին դիմելը։ «Իսկ ինչպես է իմ ճանաչած ամենախիզախ հայրը»։ Մարկոսը ժպիտ պարտադրեց, փորձելով թաքցնել այն լարվածությունը, որը սպառում էր նրան առավոտվանից։ «Անհամբեր սպասում ենք հետազոտությունների արդյունքներին, դոկտոր»։ Վիկտորը հասկացողաբար գլխով արեց, սեղանից վերցնելով մի փաստաթղթերի թղթապանակ։ «Եկեք միասին դիտենք արդյունքները»։ «Քիարա, ինչպես կլինի, եթե դու նախ Գուգուի սիրտը զննես, մինչ ես հորդ հետ կխոսեմ»։ Աղջիկը եռանդուն կերպով գլխով արեց, սկսեց բժիշկ խաղալ իր խաղալիքի հետ, թույլ տալով մեծահասակներին ավելի մասնավոր խոսել։ Վիկտորը բացեց թղթապանակը, մի քանի րոպե ուսումնասիրեց թղթերը, նախքան Մարկոսին դիմելը։ «Լուրերն ավելի լավն են, քան սպասում էինք, Մարկոս։ Վերջին էխոկարդիոգրաման ցույց է տալիս փորոքային ֆունկցիայի զգալի բարելավում։ Սեպտալ արատը բնականաբար փակվում է, ինչպես մենք սպասում էինք»։ Մարկոսը զգաց, թե ինչպես է հսկայական բեռ իջնում իր ուսերից։ Սա նշանակում է, որ նա վիրահատության կարիք չի ունենա։ Առայժմ, ոչ։ Մենք կշարունակենք եռամսյակային հսկողությունը, բայց ես լավատես եմ։ Քիարան մարտիկ է, ինչպես իր հայրը։ Անհանգստության արցունքները սպառնում էին դուրս գալ Մարկոսի աչքերից։ Վերջին ամիսներին Քիարայի վիրահատական միջամտության կարիքի վախը մշտական ուրվական էր եղել նրա մտքերում։ Բարդությունների հավանականությունը, լրացուցիչ ծախսերը, ապաքինման ժամանակը, այս ամենը ծանրացել էր նրա վրա որպես մութ ամպ։ «Դոկտոր, կարող եմ հարցնել ֆիզիկական ակտիվության մասին»։ Նա միշտ խնդրում է ինձ վազել զբոսայգում։ Չափավորությամբ, թույլատրվում է։ Ոչինչ շատ ինտենսիվ, բայց երեխաների նորմալ խաղերը թույլատրվում են։ Կարևորն այն է, որ նա շարունակի ուրախ ակտիվ լինել։ Քիարան գլուխը բարձրացրեց խաղալիքից։ «Կարող եմ ֆուտբոլ խաղալ դպրոցի աղջիկների հետ»։ «Կարող ես, արքայադուստր։ Բայց միանգամից Հայաստանի հավաքականի նոր մարդան մի դարձիր», կատակեց Վիկտորը, ստիպելով Քիարային ծիծաղել։ Խորհրդակցությունն ավարտվեց հաջորդ այցի նշանակումով մի քանի առօրյա խորհուրդներով։ Մարկոսն իրեն ավելի թեթ էր զգում, քան ամիսներ շարունակ։ Առնվազն այն անհանգստություններից մեկը, որը հետապնդում էր նրան, թեթացել էր։ Քիարան լավ էր, բարելավում էր, դա էր ամենակարևորը։ Նրանք քայլում էին հիվանդանոցի գլխավոր միջանցքով, երբ ներքին ձայնային համակարգը սկսեց արձագանքել մի հաղորդագրություն, որը ստիպեց Մարկոսին կտրուկ կանգ առնել։ Ուշադրություն, բժշկական անձնակազմ։ Կարմիր կոդ շտապ օգնությունում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդը ժամանում է 2 րոպեից։ Մեզ շտապ անհրաժեշտ է Օ խմբի ռեզուս բացասական արյուն։ Կրկնում եմ, շտապ անհրաժեշտ է Օ խմբի ռեզուս բացասական արյուն։ Քիարան հետաքրքրությամբ նայեց հորը։ «Հայրիկ, ինչ է նշանակում կարմիր կոդ»։
Նշանակում է, որ ինչ-որ մեկին շտապ օգնություն է պետք, արքայադուստր։ Բժիշկները լավ կխնամեն այդ մարդուն։ Նրանք շարունակեցին քայլել դեպի ելքը, երբ գլխավոր մուտքի մոտ մի իրարանցում գրավեց նրանց ուշադրությունը։ Շտապօգնության բուժաշխատողները վազում էին, հրելով սայլակը, շրջապատված բժշկական անձնակազմով, որը տեխնիկական հրահանգներ էր բղավում։ Մարկոսը բնազդաբար պաշտպանեց Քիարային, քաշելով նրան միջանցքի կողմը, շտապ օգնությանը ճանապարհ տալու համար։ Սայլակի վրա անգիտակից պառկած էր մի շիկահեր կին, նրա մազերը տարածված էին, իսկ դեմքը մոմի պես գունատ էր։ Նույնիսկ ծանր վիճակում Մարկոսն անմիջապես ճանաչեց այն դիմագծերը, որոնք տեսել էր այդ առավոտ գրասենյակում։ Դա Օլիվիա Ալյանցյանն էր։ Այն կինը, ով հրապարակայնորեն նվաստացրել էր նրան, այստեղ էր, պայքարում կյանքի համար։ Բժիշկներից մեկը բղավեց. «Ծանր ներքին արյունահոսություն։ Մեզ հիմա անհրաժեշտ է պատրաստված վիրահատարան»։ Արյան ճնշումը կտրուկ ընկնում է։ «Որեո խմբի ռեզուս բացասական արյունը», պատասխանեց մի բուժքույր, վազելով սայլակի կողքին։ Մարկոսը մի պահ անշարժացավ, դիտելով տեսարանի զարգացումը։ Հզոր կինը, ով այդ առավոտ ստիպել էր նրան փոքր զգալ, այժմ թվում էր փխրուն խոցելի, լիովին կախված բժշկական գրագիտությունից, գոյատելու համար։ Կար մի խորապես մարդկային բան այդ պահին, որը շոշափեց նրա հոգու մի մասը, որը նա կարծում էր, թե կարծրացել էր։ «Հայրիկ, տիկինը լավ է»։ Քիարան հարցրեց, ավելի ուժեղ սեղմելով հոր ձեռքը։ «Բժիշկները կխնամեն նրան, արքայադուստր։ Եկեք գնանք տուն»։ Բայց ինչ-որ բան ստիպեց Մարկոսին տատանվել հիվանդանոցի ելքի մոտ։ Միգուցե դա ճակատագրի դաժան հեգնանքն էր, կամ միգուցե պարզապես նրա կարեկցական բնույթն էր, որը տարիների պայքարն ու նվաստացումը չէին կարողացել լիովին ոչնչացնել։ Նա գիտեր իր արյան խումբը, խմբի ռեզուս բացասական հազվադեպություն, որը կազմում էր բնակչության ընդամենը 7%-ը։ Նա դա պարզել էր տարիներ առաջ, երբ իր կնոջը բուժման ընթացքում արյան փոխներարկումներ էին անհրաժեշտ։ «Քիարա, եկեք մի պահ այնտեղ նստենք», ասաց նա, մատնացույց անելով գլխավոր նախասրահի աթոռների շարքը։ «Մենք ինչ-որ մեկին ենք սպասում, հայրիկ։ Պարզապես ուզում եմ համոզվել, որ տիկինը լավ կլինի»։ Նրանք նստեցին, Մարկոսը դիտում էր հիվանդանոցի բուռն շարժը։ Բուժքույրերը վազում էին այս ու այն կողմ, բժիշկները շտապ խմբերով խոսում էին, այլ հիվանդների ընտանիքները սպասում էին լուրերի անհանգիստ արտահայտություններով։ Հիվանդանոցը մարդկային կյանքի միկրոտիեզերք էր, հույս, վախ, սեր, կորուստ, ամեն ինչ կենտրոնացած էր ստերիլ միջանցքներում, սպիտակ սենյակներում։ 15 րոպե անց մի բժիշկ դուրս եկավ շտապ օգնության կրկնակի դռներից, լուրջ արտահայտությամբ։ Նա մոտեցավ գլխավոր ընդունարանին, սկսեց ցածր ձայնով խոսել բուժքույրերի հետ։ Մարկոսը չկարողացավ լսել բառերը, բայց մարմնի լեզուն պարզ էր, իրավիճակը ծանր էր։ «Դոկտոր Ալան»։ Մի բուժքույր կանչեց մի երիտասարդ բժշկի, ով անցնում էր միջանցքով։ «Կարողացանք կապ հաստատել արյան բանկի հետ։ Նրանք խմբի ռեզուս բացասական արյան պահեստ չունեն։ Վերջինը օգտագործվել է 3 երեկոյան մանկական շտապ օգնությունում։ Հաջորդ բեռնատարը կժամանի միայն վաղ առավոտյան»։ Մարկոսը ստամոքսում սեղմում զգաց։ Վաղ առավոտը կարող էր չափազանց ուշ լինել։ Նա նայեց Քիարային, ով շեղված խաղում էր իր փղի հետ, ցածր ձայնով երգելով մի երգ, որը սովորել էր դպրոցում։ Նրա դուստրը լավ էր, բարելավում էր, ուներ պայծառ ապագա։ Օլիվիա Ալյանցյանը, մյուս կողմից, միգուցե կանգնած էր իր վերջին ժամերի առջ։ «Հայրիկ, լավ ես»։ Անհանգիստ ես թվում, նկատեց Քիարան այն սուր ընկալումով, որը երբեմն երեխաները ցուցաբերում են։ «Մտածում եմ, արքայադուստր։ Երբեմն մեծահասակները դժվար որոշումներ են կայացնում»։ «Ինչ տեսակի որոշում»։ Մարկոսը տատանվեց։ Ինչպես բացատրել 5-ամյա երեխային այն բարոյական երկընտրանքը, որը զարգանում էր իր մտքում։ Ինչպես պետք է արձագանքեր մի մարդ, ով նվաստացել անարգվել էր, երբ նրան նվաստացնողին օգնություն էր անհրաժեշտ։ Հիշո՞ւմ ես, երբ ինձ հարցրիր, թե ինչու ենք մենք օգնում մարդկանց, նույնիսկ երբ նրանք բարի չեն մեզ հետ։ Քիարան գլխով արեց։ Դու ասացիր, որ դա այն պատճառով է, որ մենք բարի սիրտ ունեցող ընտանիք ենք։ Հենց այդպես։ Եվ հիմա հայրիկը մտածում է, արդյոք պետք է օգնի ինչ-որ մեկին, ով իր հետ շատ բարի չի եղել։ Աղջիկը ուշադիր դիտարկեց բառերը, նրա արտահայտությունը լուրջ էր իր տարիքից վեր։
Մայրիկը միշտ ասում էր, որ մարդկանց օգնելը ճիշտ բան է, անկախ ամեն ինչից։ Հիշում ես։ Քիարայի խոսքերը Մարկոսի մտքում արձագանքեցին որպես անցյալի արձագանք։ Նրա կինը միշտ եղել էր ընտանիքի բարոյական կողմնացույցը, այն մարդը, ով բարություն էր տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում էին միայն թերություններ։ Նա առանց տատանվելու կօգներ, նույնիսկ իմանալով առավոտյան հանգամանքները։ Այդ պահին նոր իրարանցում առաջացավ կրկնակի դռներից։ Երկու բժիշկ շտապ դուրս եկան, նրանց արտահայտությունները նույնիսկ ավելի լուրջ էին, քան նախկինում։ Նրանցից մեկը ուղղակիորեն մոտեցավ տեղեկատվական կետին։ Մենք պետք է ընդհանուր հայտարարություն անենք։ Իրավիճակը ծանր է, մենք ժամանակ չունենք։ Բարձրախոսը նորից ճռճռաց։ Ուշադրություն բոլոր ներկաներին հիվանդանոցում։ Մենք կանգնած ենք կրիտիկական բժշկական արտակարգ իրավիճակի առջ։ Մեզ շտապ անհրաժեշտ են խմբի ռեզուս բացասական արյան դոնորներ։ Եթե դուք ունեք այդ արյան խումբը, կարող եք արյուն հանձնել, խնդրում ենք անմիջապես մոտենալ երրորդ հարկի արյան հանձնման կենտրոնին։ Սա կյանքի կամ մահվան իրավիճակ է։ Վերջին հայտարարությունն արձագանքեց միջանցքներում որպես հուսահատ կոչ։ Մարկոսը շուրջը նայեց նախասրահում, դիտելով ներկա մարդկանց։ Ոմանք կարծես քննարկում էին խնդրանքը, մյուսները պարզապես շարունակում էին իրենց խոսակցությունները։ Ոչ ոք անմիջապես չվեր կացավ, պատասխանելու կանչին։ Հայրիկ։ Քիարան ավելի ամուր բռնեց նրա ձեռքը։ Կարող ես օգնել տիկնոջը։ Դստեր պարզ հարցը կտրեց բոլոր էմոցիոնալ բարդությունները, որոնք Մարկոսը կառուցել էր իր մտքում։ Այստեղ էր էական հարցը, ձերծ վիրավորված հպարտությունից, դառնությունից կամ արդարության մասին մտածմունքներից։ Մի մարդ մահանում էր, նա ուներ օգնելու կարողությունը։ Կարող եմ փորձել, արքայադուստր։ Այդ դեպքում պետք է փորձենք, այնպես չէ՞։ Մարկոսը նայեց դստեր անմեղ աչքերին, տեսավ դրանցում հոգու նույն մաքրությունը, որը միշտ ցուցաբերել էր իր կինը։ Քիարան չգիտեր առավոտյան նվաստացման մասին, չէր հասկանում սոցիալական մասնագիտական բարդությունները, որոնք բարդացնում էին իրավիճակը։ Նրա համար դա պարզապես մարդկային հիմնական հարց էր։ Այո, պետք է փորձենք։ Նրանք միասին վեր կացան, Մարկոսը Քիարային գրկած, երբ նրանք շարժվեցին դեպի վերելակը, որը նրանց կտաներ երրորդ հարկ։ Բարձրանալիս նա մտածում էր ճակատագրի հեգնանքների մասին։ Այդ առավոտ նա իջեցվել էր 0-ից պակաս Օլիվիա Ալյանցյանի աչքերում։ Այժմ, հաջորդ ժամերին, նա կարող էր լինել միակ մարդը, ով ի վիճակի էր փրկել նրա կյանքը։ Արյան հանձնման կենտրոնը մարդաշատ էր, բայց ոչ թե դոնորներով։ Բուժքույրերն ու տեխնիկները վազվզում էին, սարքավորումներ պատրաստելով, մինչ բժիշկները խորհրդակցում էին հիվանդության պատմությունները, շտապ զանգեր կատարում։ Երբ Մարկոսը Քիարային գրկած մոտեցավ գլխավոր հաշվասեղանին, մի բուժքույր հույսով նայեց նրան։ Կարող եմ օգնել ձեզ։ Ես ունեմ խմբի ռեզուս բացասական արյուն։ Կցանկանայի արյուն հանձնել շտապ օգնության համար։ Բուժքույրը Մարկոսին նայեց թեթացման շտապողականության խառնուրդով։ Շնորհակալություն առաջարկի համար։ Մենք պետք է արագ մի քանի թեստ անենք արյուն հանձնելուց առաջ։ Ձեր անունը։ Մարկոս Սալենյան։ Եվ սա իմ դուստրն է, Քիարան։ Հիանալի է, պարոն Սալենյան։ Ես բուժքույր Ռոզան եմ։ Մենք պետք է ստուգենք ձեր կենսական նշանները, անենք մի քանի արագ թեստ։ Իրավիճակն իսկապես ծանր է։ Ռոզան Մարկոսին Քիարային ուղեկցեց դեպի արյան հանձնման կենտրոնի ներսում գտնվող մի փոքր սենյակ, որտեղ բժշկական սարքավորումները սպասում էին պատրաստ։ Բժշկական անձնակազմի արդյունավետությունը տպավորում էր Մարկոսին, յուրաքանչյուր շարժում հաշվարկված էր, յուրաքանչյուր վայրկյան օգտագործված։ Նա կարող էր զգալ շտապողականությունը օդում, գրեթե շոշափելի էներգիա, որը ստիպում էր նրա սրտին արագանալ։ Հայրիկ, ցավալի կլինի։ Քիարան հարցրեց, տեղավորվելով հետազոտական սեղանի կողքի աթոռին։ Մի փոքր, արքայադուստր։ Ինչպես արյան անալիզ հանձնելիս։ Հիշում ես, որ դու միշտ շատ խիզախ ես։ Ռոզան ժպտաց Քիարային, պատրաստելով սարքավորումները։ Ձեր հայրն այսօր կօգնի կյանք փրկել։ Դա նման է իսկական սուպերհերոս լինելուն։ Քիարայի աչքերը լուսավորվեցին։ Իմ հայրիկը սուպերհերոս է։ Լավագույն տեսակի սուպերհերոս, հաստատեց Ռոզան, սկսելով ստուգել Մարկոսի արյան ճնշումը։ Նրանք, ովքեր օգնում են ուրիշներին, առանց որևէ բան ակնկալելու։
Մինչ Ռոզան աշխատում էր, Մարկոսը դիտում էր մշտական շարժը սենյակի ապակե դռնից այն կողմ։ Բժիշկները վազում էին միջանցքներով, ընտանիքի անդամները սպասում էին լուրերի լարված արտահայտություններով, ձայնային համակարգը շարունակում էր հայտարարություններ անել ընթացող արտակարգ իրավիճակի մասին։ Կար մի անիրական բան կյանքի համար պայքարի կենտրոնում լինելու մեջ, հատկապես, երբ խնդրո առարկա կյանքը պատկանում էր այն մարդուն, ով նվաստացրել էր նրան ընդամենը ժամեր առաջ։ Արյան ճնշումը մի փոքր բարձր է, բայց ընդունելի սթրեսը հաշվի առնելով, մրմնջաց Ռոզան, գրառումներ անելով։ Հիմա կստուգենք ձեր հեմոգլոբինի մակարդակը։ Ասեղի ծակոցն արագ էր, բայց Մարկոսը նկատեց, որ Ռոզան թեթակի կնճռոտեց հոնքերը, դիտելով Արյան նմուշը։ Նա սկզբում ոչինչ չասաց, պարզապես պիտակավորեց փորձանոթը տարավ այն սենյակի կողքի մի մեքենայի մոտ։ Ինչ է հեմոգլոբինը, հայրիկ։ Քիարան հարցրեց, ջոջելով ոտքերը աթոռի վրա։ Դա մեր արյան մի մասն է, որը թթվածին է տեղափոխում մեր ամբողջ մարմնում։ Ինչպես փոքրիկ բեռնակիրներ մեր ներսում։ Ինչպես մրջյուններ, որոնք սնունդ են տեղափոխում։ Հենց այդպես, արքայադուստր։ Շատ խելացի ես։ Ռոզան վերադարձավ մեքենայից անհանգիստ արտահայտությամբ։ Նա նորից ստուգեց արդյունքները, նախքան զգուշությամբ Մարկոսին դիմելը։ Պարոն Սալենյան, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Ձեր հեմոգլոբինի մակարդակը ցածր է արյան հանձնման համար նախատեսված նորմայից։ Սովորաբար, մենք չէինք կարող թույլատրել արյան հանձնումը նման պայմաններում։ Մարկոսը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Որքան ցածր։ Այն 11-2 գդլ է։ Տղամարդկանց համար նվազագույնը 13-5 գդլ է։ Սա ենթադրում է թեթ անեմիա, հավանաբար սննդային անբավարարությունից կամ երկարած սթրեսից։ Ռոզայի խոսքերի իրականությունը Մարկոսին հարվածեց որպես բռունցք։ Նա գիտեր, որ իր սնունդը անկանոն է եղել վերջին ամիսներին, միշտ առաջնահերթություն տալով Քիարայի սնուցմանը իր սեփականին։ Աշխատանքի բժշկական հաշիվների մշտական անհանգստությունները իրենց ֆիզիկական գինն էին պահանջել, բայց նա չէր հասկացել, թե որքան։ Սա նշանակում է, որ չեմ կարող արյուն հանձնել։ Ռոզան տատանվեց, ապակե դռնից նայելով հիվանդանոցի բուռն շարժին։ Նորմալ պայմաններում ես կասեի ոչ։ Բայց… Նա դադարեց, կշռելով իր խոսքերը։ Հիվանդը ծանր վիճակում է։ Շատ արյուն է կորցրել, մենք այլ անմիջական տարբերակներ չունենք։ Դոկտոր Ալանը գալիս է ձեզ հետ ռիսկերը քննարկելու։ Մի քանի րոպե անց դոկտոր Ալանը մտավ սենյակ։ Նա երիտասարդ տղամարդ էր, հավանաբար 30 տարեկանի սկզբին, մուգ մազերով աչքերով, որոնք բացահայտում էին ինչպես գրագիտություն, այնպես էլ կարեկցանք։ Նա ամուր ձեռքսեղմամբ ողջունեց Մարկոսին, նախքան Քիարայի բարձրության վրա ծնկի իջնելը։ Բար, փոքրիկ։ Ինչ է քո անունը։ Քիարա։ Եվ սա Գուգուն է, պատասխանեց նա, ցույց տալով իր փափուկ փիղը։ Ուրախ եմ ծանոթանալու։ Ես դոկտոր Ալանն եմ։ Նա լուրջ արտահայտությամբ շրջվեց դեպի Մարկոս։ Պարոն Սալենյան, բուժքույր Ռոզան բացատրեց ձեր իրավիճակը։ Ես պետք է լիովին թափանցիկ լինեմ ներգրավված ռիսկերի մասին։ Մարկոսը գլխով արեց, պատրաստվելով լսել տեղեկություններ, որոնք միգուցե չէր ցանկանա լսել։ Ձեր հեմոգլոբինի մակարդակը ցածր է։ Նման պայմաններում արյուն հանձնելը կարող է հանգեցնել ուժեղ գլխապտույտի, ուշագնացության, երկարատ հոգնածության, իսկ ծայրահեղ դեպքերում ավելի լուրջ բարդությունների։ Սովորաբար, ես չէի առաջարկի արյան հանձնումը։ Իսկ աննորմալ դեպքերում… Դոկտոր Ալանը նայեց ապակե դռնից այն կողմ, որտեղ շարժը շարունակվում էր բուռն։ Հիվանդը կորցրել է իր արյան ծավալի մոտ 40%-ը։ Առանց անմիջական արյան փոխներարկման նա չի գոյատի հաջորդ 2 ժամը։ Օ խմբի ռեզուս բացասական արյուն ունեցող ամենամոտ արյան բանկը 3 ժամվա հեռավորության վրա է։ Սենյակում լռությունը ծանր էր։ Քիարան շարունակում էր խաղալ Գուգուի հետ, անտարբեր իր շուրջը զարգացող խոսակցության լրջությանը։ Մարկոսը զգաց որոշման ծանրությունը, որը ճնշում էր իր ուսերին որպես ֆիզիկական բեռ։ Եթե արյուն հանձնեմ, ինչ իրական ռիսկեր կան ինձ համար։ Ձեր ներկա մակարդակներով դուք հավանաբար զգալու եք զգալի թուլություն, գլխապտույտներ, կպահանջվի մի քանի օր լիովին ապաքինվելու համար։ Անհավանական է, որ լինեն մշտական բարդություններ, բայց ռիսկը գոյություն ունի։
Մարկոսը մտածեց Քյարայի մասին, իր պատասխանատվության մասին որպես միայնակ հայր, նրա համար ուժեղ ներկա լինելու անհրաժեշտության մասին։ Նա մտածեց այն աշխատանքի մասին, որը չէր կարող կորցնել, այն հաշիվների մասին, որոնք պետք է վճարվեին։ Բայց երբ նա նայեց դստեր աչքերին, նա դրանցում տեսավ հոգու նույն մաքրությունը, որը միշտ առաջնորդել էր նրան ամենադժվար պահերին։ Դոկտոր, եթե ես արյուն չհանձնեմ, տիկինն իսկապես չի գոյատի։ Հնարավորությունները շատ ցածր են։ Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք, նրան կայունացնելու համար, բայց առանց արյանը։ Ալանը նախադասությունը կախված թողեց։ Հայրիկ, Քյարան նայեց նրան իր մեծ, լուրջ աչքերով։ Տիկինը լավ կլինի, եթե դու օգնես։ Կարող է լինել, արքայադուստր։ Այդ դեպքում պետք է օգնես։ Մայրիկը միշտ ասում էր, որ մարդկանց օգնելն ավելի կարևոր է, քան ամեն ինչ։ Քյարայի խոսքերը սենյակում արձագանքեցին որպես այն արժեքների հիշեցում, որոնք Մարկոսը կարծում էր, թե կորցրել էր կյանքի դժվարությունների մեջ։ Նրա կինը առանց տատանվելու կկատարեր այդ ընտրությունը, նույնիսկ իմանալով ռիսկերը։ Նա միշտ հավատացել էր, որ մարդկային բարությունը տիեզերքի ամենահզոր ուժն է։ Դոկտոր Ալան, ես ուզում եմ արյուն հանձնել։ Վստահ եք։ Ուզում եմ, որ լիովին հասկանաք ներգրավված ռիսկերը։ Վստահ եմ։ Բժիշկը մի քանի րոպե ուսումնասիրեց Մարկոսի դեմքը, փնտրելով կասկածի կամ տատանումների նշաններ։ Չգտնելով ոչինչ, նա դանդաղ գլխով արեց։ Շատ լավ։ Անցնենք արյան հանձնմանը։ Ռոզա, ամեն ինչ պատրաստիր, մշտապես վերահսկիր նրա կենսական նշանները։ Ցանկացած բարդության նշան դեպքում անմիջապես կդադարեցնենք։ Հասկանալի է, դոկտոր։ Մինչ Ռոզան պատրաստում էր արյան հանձնման սարքավորումը, դոկտոր Ալանը նորից ծնկի իջավ Քյարայի կողքին։ Ձեր դուստրը կարող է մնալ ձեզ հետ գործընթացի ընթացքում, եթե ցանկանա։ Երբեմն օգնում է հատուկ մեկին մոտ ունենալը։ Կարող եմ մնալ, հայրիկ։ Քյարան հարցրեց, գուգուին սեղմելով կրծքին։ Իհարկե, արքայադուստր։ Բայց եթե անհարմար զգաս, կարող ես ցանկացած պահի դուրս գալ։ Սենյակն արագորեն վերադասավորվեց, տեղավորելու արյան հանձնման սարքավորումը։ Մարկոսը պառկեց թեքվող սայլակի վրա, մինչ Ռոզան մասնագիտական գրագիտությամբ պատրաստում էր նրա երակը։ Քյարան աթոռը քաշեց նրա կողքին, որպես փոքրիկ պահապան, վճռականորեն պաշտպանելու հորը գործընթացի ընթացքում։ Հիմա կծակոտ զգաս, զգուշացրեց Ռոզան, ասեղը ճշգրտությամբ մտցնելով։ Արյան հանձնումը գտի 20-ից 30 րոպե։ Մարկոսը դիտում էր, թե ինչպես է արյունը սկսում հոսել թափանցիկ խողովակով դեպի հավաքման պարկը։ Կար մի հիպնոսացնող բան գործընթացի մեջ, նրա սեփական կենսական ուժը ուղղորդվում էր կյանք փրկելու համար։ Նույնիսկ եթե դա այն մեկի կյանքն էր, ով արամարանքով էր վերաբերվել նրան, տալու արարքը դեռ խորապես նշանակալի էր թվում։ Հայրիկ, ինչպես գիտեիր, որ ճիշտ արյան խումբ ունես։ Քյարան հարցրեց, գիտական հետաքրքրությամբ դիտելով գործընթացը։ Պարզեցի, երբ մայրիկը հիվանդ էր, արյան փոխներարկումների կարիք ուներ։ Բժիշկն ասաց, որ ես հատուկ տեսակ ունեմ, որը կարող է օգնել շատ մարդկանց։ Ինչպես սուպերուժ։ Հենց այդպես, արքայադուստր։ Առաջին 10 րոպեի ընթացքում Մարկոսն իրեն լավ էր զգում։ Ռոզան մշտապես վերահսկում էր նրա արյան ճնշումը զարկերակը, գրառումներ անելով իր տախտակին։ Միջանցքում շարժը մի փոքր նվազել էր, բայց դեռ կար շտապողականության շոշափելի զգացում օդում։ 15 րոպե անց Մարկոսը սկսեց թեթ գլխապտույտ զգալ։ Ռոզան անմիջապես նկատեց նրա արտահայտության փոփոխությունը, ստուգեց նրա կենսական նշանները։ Ինչպես եք զգում։ Մի փոքր գլխապտույտ, բայց լավ եմ։ Դա նորմալ է։ Մի փոքր կնվազեցնեմ հոսքը, ձեր համակարգի վրա սթրեսը նվազեցնելու համար։ Քյարան իր փոքրիկ ձեռքերով բռնեց հոր ազատ ձեռքը։ Դու աշխարհի ամենախիզախ մարդն ես, հայրիկ։ 20 րոպե անց գլխապտույտը սաստկացել էր, Մարկոսը խորը հոգնածություն էր զգում իր ոսկորներում։ Ռոզան շարունակում էր վերահսկել յուրաքանչյուր նշանը, նրա մասնագիտական արտահայտությունը թաքցնում էր ցանկացած անհանգստություն, որը նա կարող էր զգալ։ Գրեթե ավարտվեց, պարոն Սալենյան։ Դուք աներակայելի խիզախ եք։ Հենց այդ ժամանակ միջանցքում մի իրարանցում գրավեց նրա ուշադրությունը։ Ապակե դռնից այն կողմ Մարկոսը տեսավ մի կնոջ, ում երկու բուժքույր օգնում էին դանդաղ քայլել միջանցքով։ Նա ակնհայտորեն թույլ էր, հիվանդանոցային շապիկով գունատ դեմքով, բայց գիտակից։
Նույնիսկ հեռվից իր թուլացած վիճակում Մարկոսն անմիջապես ճանաչեց Օլիվիա Ալյանցյանին։ Արյան հավաքումը գրեթե ավարտված էր, երբ Օլիվիան հայտնվեց միջանցքում, հենված երկու բուժքույրերի վրա։ Նրա քայլերը դանդաղ էին անկայուն, բայց նա գիտակից էր վճռական, պարզելու, թե ով էր փրկում իր կյանքը։ Դոկտոր Ալանը նշել էր, որ կամավոր դոնոր էր հայտնվել իր ծանր վիճակում, նա կարիք էր զգում անձամբ շնորհակալություն հայտնելու։ Ո՞ր է դոնորը, թույլ, բայց պարզ ձայնով հարցրեց նրան ուղեկցող բուժքույրերից մեկին։ Այնտեղ, 3 համարի սենյակում, տիկին Ալյանցյան։ Բայց միգուցե ավելի լավ է սպասել, մինչ արյան հանձնումն ավարտվի։ Ոչ։ Հիմա պետք է շնորհակալություն հայտնեմ։ Մարկոսը նրան դիտում էր ապակու միջով, զգալով բարդ էմոցիաների խառնուրդ։ Այն կինը, ով հրապարակայնորեն նվաստացրել էր նրան այդ առավոտ, այժմ թույլ քայլում էր հիվանդանոցի միջանցքներով, կենդանի պահված իր երակներից հոսող արյունով։ Կար մի խորապես հեգնական բան իրավիճակի մեջ, բայց նա մի խորապես մարդկային բան։ Հայրիկ, տիկինը լավ է։ Քիարան հարցրեց, հետելով հոր հայացքին։ Կարծես թե այո, արքայադուստր։ Ռոզան ստուգեց արյան պարկը։ Պատրաստ է, պարոն Սալենյան։ Մենք հիանալի քանակություն ստացանք։ Դուք արտակարգ էիք։ Նա սկսեց սարքավորումների անջատման գործընթացը, երբ Օլիվիան հասավ սենյակի դռանը։ Նրա ոտքերը թեթակի դողում էին, նա ստիպված էր հենվել դռան շեմին։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Մարկոսին, ով պառկած էր սայլակի վրա, ասեղը դեռ իր ձեռքին, նրա դեմքն ավելի գունատվեց։ Մի պահ, որը թվաց հավերժական, նրանք պարզապես նայեցին միմյանց։ Ճանաչումն անմիջական էր ցնցող երկուսի համար։ Օլիվիան մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես փորձելով հաստատել, որ արյան կորստից չէր հալյուցինացնում։ Պարոն Սալենյան։ Նրա ձայնը դուրս եկավ որպես անհավատալի շշուկ։ Մարկոսը դանդաղ գլխով արեց։ Տիկին Ալյանցյան։ Սենյակում լռությունը խլացուցիչ էր։ Ռոզան շարունակում էր իր աշխատանքը, վիրակապ դնելով Մարկոսի ձեռքին, բայց նույնիսկ նա կարծես զգում էր օդում առկա էլեկտրական լարվածությունը։ Քիարան մի մեծահասակից մյուսին էր նայում, հասկանալով, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում, բայց լիովին չհասկանալով, թե ինչ։ Դուք… Օլիվիան փորձեց խոսել, բայց բառերը կարծես խրված էին նրա կոկորդում։ Դուք արյուն եք հանձնում ինձ համար։ Այո։ Մարկոսի պարզ պատասխանը սենյակում արձագանքեց որպես լուռ ամպրոպ։ Օլիվիան ավելի ծանր հենվեց դռան շեմին, ոչ թե ֆիզիկական թուլությունից, այլ էմոցիոնալ ցնցումից, որը ալիք առ ալիք հարվածում էր նրան։ Բայց ես այս առավոտ եսը… Նա չկարողացավ ավարտել նախադասությունները, իրավիճակի իրականությունը քանդում էր ցանկացած պաշտպանություն կամ ռացիոնալացում, որը նա կարող էր կառուցել։ Ես գիտեմ, հանգիստ ասաց Մարկոսը, ընդունելով Ռոզայի օգնությունը սայլակի վրա նստելու համար։ Բայց ձեզ օգնություն էր պետք։ Դուք չեք հասկանում։ Օլիվիան մտավ սենյակ, մի փոքր ճոճվելով։ Ես ձեզ սարսափելի եմ վերաբերվել։ Աններելի բաներ եմ ասել։ Բոլորի առջ։ Քիարան հետաքրքրությամբ նայեց Օլիվիային։ Հայրիկ, դուք ճանաչում եք տիկնոջը։ Մարկոսը տատանվեց, զգուշությամբ ընտրելով իր խոսքերը։ Տիկին Օլիվիան աշխատում է նույն տեղում, ինչ ես, արքայադուստր։ Աշխատում է ինձ հետ։ Օլիվիան կրկնեց, նրա խոսքերը ավելի խորը իմաստ ունեին։ Կորպորատիվ հիերարխիան, որը սահմանել էր նրանց առավոտյան փոխազդեցությունը, այժմ անհեթեթ էր թվում իրավիճակի մերկ իրականության առջ։ Դոկտոր Ալանը այդ պահին մտավ սենյակ, գրելով արյան պարկը, որը կփրկեր Օլիվիայի կյանքը։ Տիկին Ալյանցյան, ինչ եք անում անկողնուց դուրս։ Պետք է հանգստանաք։ Դոկտոր, պետք է խոսեմ պարոն Սալենյանի հետ։ Նա հենց նոր փրկեց իմ կյանքը։ Այո, դրա համար ռիսկի դրեց իր կյանքը։ Նրա հեմոգլոբինի մակարդակը ցածր էր արյան հանձնման անվտանգ չափանիշներից։ Օլիվիան աճող սարսափով նայեց Մարկոսին։ Չափանիշներից ցածր։ Սա նշանակում է, որ դա վտանգավոր էր ձեզ համար։ Նշանակում է, որ նա ընտրեց վտանգել իր առողջությունը, ձերը փրկելու համար, պատասխանեց դոկտոր Ալանը։ Դա իմ երբե տեսած ամենախիզախ ժեստերից մեկն է։ Օլիվիայի ոտքերը վերջապես թուլացան, նա ծանր նստեց այն աթոռին, որը Քիարան զբաղեցրել էր մի քանի րոպե առաջ։
Արցունքները սկսեցին հոսել նրա գունատ դեմքով, յուրաքանչյուր կաթիլ կրում էր մեղքի ամոթի ծանրությունը, որը սպառում էր նրան։ Պարոն Սալենյան, ասաց նա կոտրված ձայնով։ Ես սրան արժանի չեմ։ Ձեր բարությանը արժանի չեմ այն բանից հետո, ինչ արեցի։ Մարկոսը մի քանի րոպե դիտեց նրան, նախքան պատասխանելը։ Տիկին Ալյանցյան, երբ մարդը մահանում է, նրա անցյալի արարքները կարևոր չեն։ Կարևորն այն է, որ դուք մարդ եք, ում օգնություն էր պետք։ Բայց դուք լիովին իրավունք ունեիք թողնելու ինձ պարզապես մեջքդ դարձնելու գնալու։ Միգուցե։ Բայց իմ դուստրը ինձ մի պարզ հարց տվեց։ Մարկոսը նայեց Քիարային, ով մեծ, ուշադիր աչքերով դիտում էր խոսակցությունը։ Նա հարցրեց, թե արդյոք կարող ենք օգնել։ Եվ պատասխանը միշտ եղել է այո։ Քիարան մոտեցավ Օլիվիային, երեխաներին բնորոշ անմեղությամբ։ Տիկինը լաց է լինում։ Օլիվիան արցունքները սրբեց ձեռքի ափով։ Այո, սիրելիս։ Երբեմն մեծահասակները լացում են, երբ շատ շնորհակալ են զգում։ Ինչի՞։ Համար շնորհակալ։ Ձեր հորը ճանաչելու համար։ Նա ինձ այսօր շատ կարևոր բան սովորեցրեց։ Դոկտոր Ալանը ընդհատեց պահը։ Պարոն Սալենյան, ես պետք է վերահսկեմ ձեր ապաքինումը։ Եվ տիկին Ալյանցյան, դուք պետք է անմիջապես վերադառնաք ձեր սենյակ։ Մենք կկատարենք արյան փոխներարկումը, ձեզ լիարժեք հանգիստ կպահանջվի։ Դոկտոր, կարող եմ մի խնդրանք ունենալ։ Օլիվիան աղաչանքով նայեց Ալանին։ Կարող եք պարոն Սալենյանի համար առանձին սենյակ տրամադրել։ Եվ լիարժեք բժշկական խնամք նրա ապաքինման ընթացքում։ Տիկին Ալյանցյան, դա անհրաժեշտ չէ, բողոքեց Մարկոսը։ Կարող եմ գնալ տուն այնտեղ հանգստանալ։ Ոչ։ Օլիվիայի ձայնը վերականգնել էր իր բնական ամրության մի մասը։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել։ Դոկտոր Ալան, խնդրում եմ, պարոն Սալենյանին վերաբերվեք որպես իմ անձնական հյուրի։ Ուզում եմ, որ նա ստանա հնարավոր լավագույն խնամքը։ Դոկտոր Ալանը նայեց երկուսի միջ, պարզապես հասկանալով, որ պատմության մեջ ավելին կար, քան ասվում էր։ Շատ լավ։ Մենք կարող ենք կացարան տրամադրել երկուսիդ համար, մինչ լիովին ապաքինվեք։ Իսկ աղջիկը։ Ալանը հարցրեց, նայելով Քիարային։ Քիարան մնում է ինձ հետ, ամուր ասաց Մարկոսը։ Ուրիշ ոչ ոք չունեմ նրան խնամելու համար։ Օլիվիան նոր աչքերով նայեց Քիարային, տեսնելով ոչ միայն երեխա, այլ այն մարդու դստերը, ով փրկել էր իր կյանքը։ Միայնակ հայր լինելու պատասխանատվությունը, այն ճնշումները, որոնց Մարկոսն ամեն օր բախվում էր, ամեն ինչ սկսեց իմաստ ունենալ նրա համար։ Քիարա, մեղմորեն ասաց Օլիվիան։ Դու շատ գեղեցիկ տիկնիկ ունես։ Դա գուգուն է։ Դա փիղ է, լրջորեն ուղեց Քիարան։ Նա ինձ հետ է գնում ամենուր։ Ինչպիսի հաջողություն է քեզ համար ունենալ այդպիսի հատուկ ուղեկից։ Եվ ինչպիսի հաջողություն է ինձ համար ճանաչել ձեզ ձեր հորը։ Ռոզան ավարտել էր սարքավորումների կազմակերպումը, մոտեցավ Մարկոսին։ Պարոն Սալենյան, դուք հավանաբար թուլություն գլխապտույտ կզգաք առաջիկա ժամերին։ Կարևոր է, որ հանգստանաք, խմեք հեղուկներ։ Ես այստեղ կլինեմ ապահովելու համար, որ նա ստանա բոլոր անհրաժեշտ խնամքը, ասաց Օլիվիան, նրա ձայնը կրում էր մի վճռականություն, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Մարկոսը զարմանքով նայեց նրան։ Տիկին Ալյանցյան, դուք նույնպես պետք է ապաքինվեք։ Չեք կարող անհանգստանալ իմ մասին։ Պարոն Սալենյան, նա դադարեց, խորը շունչ քաշեց։ Մարկոս։ Կարող եմ ձեզ Մարկոս կոչել։ Նա դանդաղ գլխով արեց։ Մարկոս, դուք փրկեցիք իմ կյանքն այսօր։ Ավելին, դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչ է նշանակում իսկական մարդկային արժանապատվություն։ Ամենափոքր բանը, որ կարող եմ անել, ապահովելն է, որ դուք Քիարան ունենաք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է ձեր ապաքինման ընթացքում։ Հայրիկ, Քիարան քաշեց Մարկոսի վերնաշապիկի թ. Ես քաղցած եմ։ Աղջկա պարզ հայտարարությունը թեթության պահ բերեց սենյակում տիրող էմոցիոնալ լարվածությանը։ Օլիվիան արցունքների միջով ժպտաց, առաջին անկեղծ ժպիտը, որը Մարկոսը տեսել էր նրա դեմքին։ Ինչպես կլինի, եթե հատուկ ինչ-որ բան պատվիրենք ընթրիքի համար, առաջարկեց Օլիվիան։ Ո՞րն է քո ամենասիրելի ուտելիքը, Քիարա։ Պիցցա, անմիջապես պատասխանեց աղջիկը։ Ուրեմն պիցցա կլինի։ Իսկ պաղպաղակ աղանդերին։ Քիարայի աչքերը լուսավորվեցին։
Շոկոլադ։ Ամբողջ շոկոլադը, որը կցանկանաս։ Մարկոսը դիտում էր Օլիվիայի իր դստեր փոխազդեցությունը զարմանքի զգուշության խառնուրդով։ Այդ առավոտ իրեն նվաստացրած կնոջ վերափոխումը տպավորիչ էր, բայց նա դեռ վստահ չէր, թե արդյոք դա անկեղծ էր, թե պարզապես ժամանակավոր էմոցիոնալ արձագանք։ Դոկտոր Ալանը վերադարձավ սենյակ։ Մենք ունենք 2 հարակից սենյակներ պատրաստված։ Երկուսն էլ հանգստի կարիք ունեն, ես ուզում եմ վերահսկել երկուսին գիշերվա ընթացքում։ Մինչ նրանք պատրաստվում էին լքել արյան հանձնման կենտրոնը, Մարկոսը գլխապտույտի ալիք զգաց։ Օլիվիան անմիջապես նկատեց շարժվեց նրան օգնելու, մոռանալով իր սեփական թուլությունը։ Զգույշ, ասաց նա, բռնելով նրա ձեռքը։ Դանդաղ գնանք։ Շնորհակալություն, մրմնջաց Մարկոսը, թույլ տալով իրեն ընդունել օգնությունը։ Մինչ նրանք դանդաղ քայլում էին միջանցքով դեպի սենյակները, Քիարան մի ձեռքով բռնած էր հոր ձեռքը, իսկ մյուսով Օլիվիայի ձեռքը, ստեղծելով մարդկային կամուրջ 2 մարդկանց միջ, ովքեր ընդամենը ժամեր առաջ թվում էին առանձին աշխարհներ։ Մարկոս, մեղմորեն ասաց Օլիվիան, երբ նրանք քայլում էին։ Կարող եմ հարց տալ։ Իհարկե։ Ինչու։ Ես իսկապես օգնեցիր ինձ։ Լիովին անկեղծ եղիր։ Մարկոսը մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Որովհետև իմ կինը միշտ ինձ սովորեցրել է, որ մեր մարդկայնությունը սահմանվում է ոչ թե նրանով, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, ովքեր սիրում են մեզ, այլ նրանով, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, ովքեր վիրավորել են մեզ։ Խոսքերն արձագանքեցին լուռ միջանցքում, կրելով մի ծանրություն ճշմարտություն, որը խորապես շոշափեց Օլիվիայի սիրտը։ Այդ պահին նա հասկացավ, որ գտել է ոչ միայն փրկիչ, այլ ուսուցիչ։ Գիշերը հիվանդանոցում դանդաղ անցավ երկուսի համար։ Մարկոսը անընդհատ քնում էր, մի քանի անգամ արթնանալով գլխապտույտից ուժեղ ծարավից։ Քիարան պնդել էր քնել նրա կողքի մահճակալին, իր փոքրիկ մարմինը փաթաթված գուգուի հետ, առաջարկելով մխիթարող ներկայություն, որը միշտ հանգստացնում էր նրան դժվար պահերին։ Հարակից սենյակում Օլիվիան արթուն էր մնում գիշերվա մեծ մասը, ոչ թե ֆիզիկական ցավից, այլ էմոցիաների մտորումների մրրիկից, որոնք անհանգիստ էին պահում նրան։ Առավոտյան ժամը 3-ի սահմաններում նա զգուշորեն վեր կացավ քայլեց դեպի պատուհանը, որտեղից բացվում էր տեսարան դեպի քնած քաղաքը։ Շենքերի վրա սփռված լույսերը ստեղծում էին անհատական կյանքերի խճանկար, յուրաքանչյուրն իր պայքարով, հույսերով մարտահրավերներով։ Առաջին անգամ տարիներ շարունակ Օլիվիան մտածեց այդ լույսերի ետում գտնվող մարդկանց մասին, քանի միայնակ հայրեր, ինչպես Մարկոսը, ամեն օր պայքարում էին իրենց ընտանիքները միասին պահելու համար։ Քանի աշխատակիցների հետ էր նա վերաբերվել նույն սառնությամբ, որը ցուցաբերել էր այդ առավոտ։ Ալյանս կորպորացիա ընկերությունը նրա ամբողջ կյանքն էր եղել այն օրվանից, երբ նա ստանձնել էր նախագահի պաշտոնը հոր հեռանալուց հետո։ Նա հպարտացել էր իր արդյունավետությամբ, դժվար որոշումներ կայացնելու իր կարողությամբ, բարձր չափանիշներ պահպանելու իր ունակությամբ։ Բայց այժմ, հիվանդանոցային պատուհանից նայելով, նա կասկածում էր, թե արդյոք արդյունավետությունն ու մարդկայնությունն իսկապես անհամատեղելի էին։ Առավոտյան ժամը 5-ի սահմաններում, երբ առաջին բուժքույրերը սկսեցին իրենց առավոտյան հերթափոխը, Օլիվիան վերցրեց իր հեռախոսը սկսեց զանգեր կատարել։ Նախ իր օգնական Ագնեսին, ապա մարդկային ռեսուրսների տնօրեն Պետրոսին, վերջապես գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամին։ Կարևոր որոշումներ կային կայացնելու, նա չէր ուզում ժամանակ կորցնել։ Հարակից սենյակում Մարկոսն արթնացավ միջանցքում լսվող ցածր խոսակցություններից։ Քիարան դեռ խորը քնած էր, նրա փոքրիկ դեմքը անդորր էր առավոտյան մթնշաղում։ Նա զգուշորեն նստեց անկողնում, ստուգելով իր էներգիայի մակարդակը։ Գլխապտույտը զգալիորեն նվազել էր, թե դեռ իրեն ավելի թույլ էր զգում, քան սովորաբար։ Դռան մեղմ թակոցն ընդհատեց նրա մտքերը։ Կարող եք ներս մտնել, ցածր ասաց, Քիարային չարթնացնելու համար։ Ռոզան լուռ մտավ, սկուտեղի վրա սուրճ, նարնջի հյութ մի քանի վիտամիններ կրելով։ Բարի լույս, պարոն Սալենյան։ Ինչպե՞ս եք զգում։ Ավելի լավ։ Դեռ մի փոքր թույլ եմ, բայց ավելի լավ։ Դա նորմալ է։ Ձեր հեմոգլոբինի մակարդակը կպահանջի մի քանի օր, լիովին նորմալանալու համար։ Ռոզան սկուտեղը դրեց անկողնու կողքի սեղանին։ Տիկին Ալյանցյանը խնդրեց լավ խնամել ձեզ։ Նա շատ հատուկ էր իր հրահանգների վերաբերյալ։ Ինչպես է նա։ Ֆիզիկապես, շատ ավելի լավ։ Արյան փոխներարկումը լիովին հաջող էր։ Էմոցիոնալ առումով
Ռոզան դադարեց։ Նա գիշերվա մեծ մասն անցկացրել է հեռախոսազանգեր կատարելով։ Կարծես զգալի փոփոխություններ է պլանավորում։ Մարկոսը մի կում նարնջի հյութ խմեց, զգալով, թե ինչպես է քաղցրությունը օգնում ցրել մնացորդային թուլությունը։ Ինչ տեսակի փոփոխություններ։ Հստակ չգիտեմ, բայց նա այս առավոտ հրավիրել է խորհրդի արտակարգ նիստ։ Եվ հատուկ խնդրել է տեղեկացնել ձեզ, որ ձեր աշխատանքը լիովին ապահով է։ Տեղեկությունը հսկայական թեթացում բերեց Մարկոսին։ Պաշտոնական նախազգուշացման հնարավոր աշխատանքից ազատման վերաբերյալ անհանգստությունը մշտական ստվեր էր եղել նրա մտքերում, նույնիսկ նախորդ օրվա դրամատիկ իրադարձությունների ընթացքում։ Էլ ինչ ասաց նա։ Որ կցանկանար խոսել ձեզ հետ, երբ բավականաչափ լավ զգաք։ Եվ որ Քիարան կարող է մնալ նրա սենյակում, եթե ցանկանա հեռուստացույց դիտել, ակնհայտորեն նա ունի Netflix մուլտֆիլմեր։ Քիարան այդ պահին որոշեց արթնանալ, ձգվելով որպես փիսիկ դանդաղ բացելով աչքերը։ Հայրիկ։ Դեռ հիվանդանոցում ենք։ Այո, արքայադուստր։ Բայց շուտով կկարողանանք տուն գնալ։ Տիկին Օլիվիան լավ է։ Շատ ավելի լավ է, շնորհիվ քո խիզախ հայրիկի, ասաց Ռոզան, ժպտալով Քիարային։ Եվ նա մուլտֆիլմեր ունի իր սենյակում, եթե ուզում ես դիտել։ Քիարայի աչքերը լուսավորվեցին։ 5 տարեկանում մեծ էկրանով մուլտֆիլմերի հեռանկարը անդիմադրելի էր։ Կարող եմ, հայրիկ։ Իհարկե։ Բայց նախ նախաճաշենք, ես պետք է խոսեմ տիկին Օլիվիայի հետ։ 30 րոպե անց թեթ նախաճաշից դոկտոր Ալանի կողմից նշանակված մի քանի վիտամիններից հետո Մարկոսն իրեն բավականաչափ ուժեղ էր զգում միջանցքներով քայլելու համար։ Քիարան հարմարավետորեն տեղավորված էր Օլիվիայի սենյակում, դիտելով քաջարի արքայադստեր մասին անիմացիոն ֆիլմ, մինչ Օլիվիան դիտում էր անկեղծ ժպիտով, որը լիովին փոխում էր նրա դեմքը։ Ինչպե՞ս եք զգում։ Օլիվիան հարցրեց, երբ Մարկոսը մտավ սենյակ։ Շատ ավելի լավ։ Իսկ դուք։ Ֆիզիկապես, լիովին ապաքինված։ Էմոցիոնալ առումով Նա ժեստ արեց իր անկողնու կողքի աթոռին։ Դա ավելի բարդ պատմություն է։ Մարկոսը նստեց, նկատելով, որ Օլիվիան այլ տեսք ուներ։ Դա միայն դիմահարդարման բացակայությունը կամ հիվանդանոցային շապիկը չէր։ Կար մի ավելի մեղմ բան նրա արտահայտության մեջ, մի խոցելիություն, որը բացակայում էր այն հզոր կնոջ մոտ, ում նա ճանաչել էր կորպորատիվ միջավայրում։ Մարկոս, պետք է պաշտոնապես ներողություն խնդրեմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ 3 առավոտյան։ Ինձ վերաբերվելու իմ ձի համար արդարացում չկա։ Տիկին Ալյանցյան, դուք պարտավոր չեք։ Օլիվիա։ Խնդրում եմ, ինձ Օլիվիա կանչեք։ Եվ այո, ես պարտավոր եմ։ Նա խորը շունչ քաշեց։ Ամբողջ գիշեր մտածել եմ, թե ով եմ դարձել վերջին տարիներին։ Թե ինչպես եմ կորցրել մարդկայնությունը հանուն բիզնեսի արդյունավետության։ Մարկոսը լուռ մնաց, թույլ տալով նրան շարունակել։ Երբ ստանձնեցի ընկերությունը, կարծում էի, որ պետք է կոշտ լինեմ, անողոք, որպեսզի հարգվեմ տղամարդկանց կողմից գերիշխող աշխարհում։ Բայց գործընթացի ինչ-որ տեղում ես դադարեցի աշխատակիցներին որպես մարդիկ տեսնել, սկսեցի նրանց դիտել որպես պարզապես թվեր, որպես օպտիմալացման ենթակա ռեսուրսներ։ Կորպորատիվ աշխարհը կարող է դաժան լինել, առաջարկեց Մարկոսը։ Հեշտ է կորցնել հեռանկարը։ Ոչ, դա վավերական արդարացում չէ։ Օլիվիան նայեց Քիարային, ով լիովին կլանված էր ֆիլմով։ Դուք դուստր ունեք միայնակ մեծացնելու։ Աշխատում եք որպես հավաքարար ոչ թե որակավորման բացակայությունից, այլ անհրաժեշտությունից ելնելով։ Եվ, այնուամենայնիվ, երբ ինձ օգնություն էր պետք, դուք չտատանվեցիք։ Յուրաքանչյուր ոք նույնը կաներ։ Ոչ, Մարկոս։ Յուրաքանչյուր ոք նույնը չէր անի։ Եվ դա է կարևորը։ Օլիվիան շտկվեց անկողնում, նրա ձայնը վճռականություն ստացավ։ Ես ուզում եմ փոփոխություններ անել։ Իրական զգալի փոփոխություններ։ Ինչ տեսակի փոփոխություններ։ Նախ, դուք չեք վերադառնա որպես հավաքարար աշխատելու։ Ես պարզեցի, որ դուք կրթությամբ ինժեներ եք։ Դա ճիշտ է։ Մարկոսը գլխով արեց։ 8 տարի առաջ եմ ավարտել, բայց 2 տարի է, ոլորտում չեմ աշխատում։ Ինչու՞։ Երբ կինս հիվանդացավ, ինձ ճկուն ժամեր էին պետք նրան Քիարային խնամելու համար։ Ինժեներական ընկերությունները, որոնց դիմեցի, չէին կարող առաջարկել այդ ճկունությունը։
Նրա հեռանալուց հետո ինձ անհապաղ աշխատանք էր պետք բժշկական հաշիվները վճարելու համար։ Եվ այդ դեպքում դուք ընդունեցիք ձեր որակավորումներից շատ ցածր պաշտոն, որովհետ անմիջական կայունության կարիք ունեիք։ Հենց այդպես։ Օլիվիան վերցրեց իր նոութբուքը մահճակալի կողքի սեղանից։ Մարկոս, ես ուզում եմ ինչ-որ բան առաջարկել։ Մեր ընկերությանը անհրաժեշտ է կայունության սոցիալական պատասխանատվության նախագծերի տնօրեն։ Դա նոր պաշտոն է, որը ես ստեղծում եմ ոգեշնչված երեկվա իրադարձություններից։ Մարկոսը զարմանքով նայեց նրան։ Օլիվիա, դա շատ առատաձեռն է, բայց դա առատաձեռնություն չէ։ Դա արդարություն է։ Եվ դա անհրաժեշտ է։ Նա բացեց նոութբուքը, սկսեց մուտքագրել։ Աշխատավարձը կլինի ձեր ներկա աշխատավարձի եռապատիկը, ձեզ Քիարայի համար լիարժեք առողջապահական պլանով, ճկուն ժամերով այնպիսի ծրագրեր մշակելու պատասխանատվությամբ, որոնք կօգնեն այլ աշխատակիցներին ձեր նման իրավիճակներում։ Ես չգիտեմ, թե ինչ ասել։ Ասեք այո։ Որովհետև այս նախագիծը իմ մեղքի կամ երախտագիտության մասին չէ։ Այն մասին է, որ ճիշտ բան անենք ընկերության մեջ գտնվող բոլոր Մարկոսների համար։ Քիարան այդ պահին շրջվեց ուշադրություն դարձրեց մեծահասակների խոսակցությանը։ Հայրիկ, դուք կաշխատեք տիկին Օլիվիայի հետ։ Կարծես թե այո, արքայադուստր։ Սա նշանակում է, որ դուք ընկերներ կլինեք։ Օլիվիան ու Մարկոսը նայեցին միմյանց, առաջին անգամ ծանոթանալուց ի վեր միասին ծիծաղեցին։ Այո, Քիարա։ Կարծում եմ, որ մենք ընկերներ կլինենք, ասաց Օլիվիան։ Դոկտոր Ալանը այդ պահին մտավ սենյակ, ընդհատելով թեթության պահը։ Ինչպե՞ս են իմ ամենասիրելի հիվանդները։ Շատ ավելի լավ, դոկտոր, պատասխանեց Մարկոսը։ Երբ կարող ենք դուրս գրվել։ Դուք կարող եք տուն գնալ այսօր կեսօրին, բայց ես ուզում եմ, որ լիովին հանգստանաք 2 օր։ Եվ Օլիվիա, դուք կարող եք դուրս գրվել վաղ առավոտյան, բայց 1 շաբաթ աշխատանք չկա։ 1 շաբաթ։ Օլիվիան բողոքեց։ Դոկտոր, ես կարևոր հանդիպումներ ունեմ, կարևոր փոփոխություններ պետք է իրականացնեմ։ 1 շաբաթ, ամուր կրկնեց դոկտոր Ալանը։ Դուք զգալի ֆիզիկական տրավմա եք տարել։ Ձեր մարմնին ժամանակ է պետք լիովին ապաքինվելու համար։ Մարկոսը ժպտաց։ Կարծես թե ժամանակ կունենանք այդ փոփոխությունները խնամքով պլանավորելու համար։ Իրականում, ասաց Օլիվիան, վերականգնելով իր վճռական արտահայտությունը, մի փոփոխություն կա, որը ցանկանում եմ անմիջապես իրականացնել։ Ագնես։ Նրա օգնականը, ով այդ պահին հայտնվել էր մի կույտ փաստաթղթերով, հայտնվեց դռանը։ Այո, տիկին Ալյանցյան։ Ուզում եմ, որ անմիջապես չեղարկեք Մարկոսի պաշտոնական նախազգուշացումը։ Եվ վաղը ժամը 2-ին խորհրդի նիստ հրավիրեք։ Մենք կարևոր նախագծեր ունենք քննարկելու։ Իհարկե, տիկին։ Էլ ինչ։ Այո։ Ուզում եմ, որ ուսումնասիրեք միայնակ ծնողներին աջակցող կորպորատիվ ծրագրեր։ Ուզում եմ ուսումնասիրել լավագույն փորձը, նախքան մեր սեփական ծրագիրը մշակելը։ Ագնեսն արագ գրառումներ արեց։ Հասկանալի է։ Էլի։ Ինչ-որ բան։ Մեքենա տրամադրեք Մարկոսին Քիարային այսօր կեսօրին տուն տանելու համար։ Եվ… Օլիվիան դադարեց, նայելով Քիարային։ Նա նվերների զամբյուղ տրամադրեք Քիարայի համար։ Գրքեր, ուսումնական խաղալիքներ, այն ամենը, ինչ կցանկանար խելացի 5-ամյա աղջիկը։ Օլիվիա, դա անհրաժեշտ չէ, բողոքեց Մարկոսը։ Ինձ համար անհրաժեշտ է, մեղմորեն պատասխանեց նա։ Թույլ տվեք դա անել։ Քիարան ցատկեց աթոռից վազեց դեպի Օլիվիան։ Կարող եմ ձեզ շնորհակալական գրկախառնություն տալ։ Օլիվիան լիովին հալվեց։ Իհարկե, սիրելիս։ Քիարայի Օլիվիային տված գրկախառնությունը ինքնաբուխ էր անկեղծ, այնպիսի մաքուր քնքշանք, որը միայն երեխաները կարող են առաջարկել։ Երբ աղջիկը վերջապես բաց թողեց, Օլիվիայի աչքերում նորից արցունքներ կային։ Շնորհակալություն, Քիարա։ Դու ինձ տվեցիր ամենակարևոր նվերը։ Ո՞րն էր։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչպես իսկապես ժպտալ։ 6 ամիս անց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նույն երկնաքերը վկայում էր մի փոխակերպում, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել։
Ալյանց կորպորացիայի 30-րդ հարկը լիովին վերանորոգվել էր, տեղավորելու համար ընտանիքների աջակցության ծրագիրը, մի նախաձեռնություն, որը դարձել էր ազգային մոդել այլ ընկերությունների համար։ Մարկոսն այժմ զբաղեցնում էր մի էլեգանտ գրասենյակ, քաղաքի համայնապատկերային տեսարանով, ինչը կտրուկ փոփոխություն էր այն միջանցքներից, որոնք նա մաքրում էր։ Հայրիկ, կարող եմ մնալ հանգստի սենյակում, մինչ դուք ավարտես հանդիպումը։ Քիարան հարցրեց, շտկելով վարդագույն ուսապարկը, որը նա ստացել էր Օլիվիայից մի քանի ամիս առաջ։ 6 տարեկանում նա լիովին հարմարվել էր նոր առօրյային, իր ժամանակը բաժանելով առավոտյան դպրոցի կեսօրին ընկերության մեջ, որտեղ հատուկ կահավորված սենյակը հյուրընկալում էր աշխատակիցների երեխաներին։ Իհարկե, արքայադուստր։ Աննան արդեն այնտեղ է, սպասելով քեզ։ Աննա Ալյանցյանը, Օլիվիայի 8-ամյա դուստրը, դարձել էր Քիարայի լավագույն ընկերուհին այն օրվանից, երբ Օլիվիան իրականացրել էր ընտանեկան աջակցության ծրագիրը։ Աղջիկը, ով նախկինում կեսօրներն անցկացնում էր մենակ դայակների հետ շքեղ, բայց դատարկ բնակարանում, այժմ վայելում էր այլ երեխաների ընկերակցությունը հարմարավետ խթանող միջավայրում։ Մարկոսը դիտեց, թե ինչպես են երկու աղջիկները վազում միջանցքով դեպի հանգստի սենյակ, նախքան գլխավոր հանդիպումների սենյակ գնալը։ Այսօր հատուկ օր էր, ընտանիքների աջակցության ծրագրի առաջին կիսամյակի արդյունքների ներկայացումը գործադիր խորհրդին այլ ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր հետաքրքրված էին նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելով։ Հանդիպումների սենյակը լիքն էր, երբ Մարկոսը մտավ։ Օլիվիան նախագահում էր սեղանին իր բնական էլեգանտությամբ, բայց կար մի հիմնարար փոփոխություն նրա կեցվածքում։ Սառը հաշվարկը փոխարինվել էր մեղմ, բայց ամուր իշխանությամբ, որը հարգանք էր ներշնչում, առանց վախեցնելու։ Մարկոս, կատարյալ ժամանակին, անկեղծորեն ժպտալով ասաց Օլիվիան։ Մենք հենց հիմա քննարկում էինք ծրագրի թվերը։ Մարկոսը նստեց սեղանի մոտ, դեռ երբեմն զարմացած, որ նստած էր որպես հավասար այն գործադիրների մեջ, ում նախկինում տեսնում էր միայն հեռվից։ Վերջին 6 ամիսներին նա պարզել էր, որ իր ինժեներական հմտությունները կատարելապես համապատասխանում են կորպորատիվ սոցիալական ծրագրերի պլանավորման իրականացման համար։ Վիճակագրությունը տպավորիչ է, շարունակեց Օլիվիան, մատնացույց անելով պատին ցուցադրված գրաֆիկները։ Աշխատակիցների շրջանառությունը նվազել է 42%-ով։ Արտադրողականությունը աճել է 28%-ով։ Եվ ավելի կարևոր է, որ մենք ստացել ենք 347 շնորհակալական նամակ այն աշխատակիցներից, ում կյանքերը դրականորեն ազդվել են։ Պետրոսը, մարդկային ռեսուրսների տնօրենը, լրացրեց. Ճկուն ժամանակացույցի ծրագիրը թույլ է տվել 15 միայնակ հայրերի մայրերի պահպանել իրենց աշխատանքը, միաժամանակ պատշաճ կերպով խնամելով իրենց երեխաներին։ Սուբսիդավորվող բժշկական օգնությունը օգնել է 32 ընտանիքների հաղթահարել առողջական ճգնաժամերը, առանց իրենց ֆինանսական կայունությունը վտանգելու։ Մրցակից ընկերության մի գործադիր ձեռք բարձրացրեց. Տիկին Ալյանցյան, այս արդյունքները տպավորիչ են, բայց ինչ ազդեցություն ունեցավ ընկերության զուտ շահույթի վրա։ Մարկոսը առաջ անցավ պատասխանելու. Հետաքրքիր է, մեր շահույթները աճել են 18%-ով այդ ժամանակահատվածում։ Ավելի գոհ կայուն աշխատակիցները ավելի լավ են աշխատում, ավելի երկար են մնում ընկերությունում, ստեղծում են ավելի դրական աշխատանքային միջավայր, որը գրավում է բարձրորակ տաղանդներ։ Բայց ինչպես եք ֆինանսավորում այդ ծրագրերը։ Հարցրեց մեկ այլ գործադիր։ Օլիվիան ժպտաց, Մարկոսը ճանաչեց այն արտահայտությունը, որը նա ուներ, երբ պատրաստվում էր զարմանալի բացահայտում անել։ Անձնական որոշում, որը ես կայացրեցի։ Ես վերաուղղորդեցի իմ տարեկան բոնուսը, որը վերջին 5 տարիներին միջինը 2 միլիոն դրամ էր, մշտապես ֆինանսավորելու ծրագիրը։ Սենյակում զարմանքի շշուկը լսելի էր։ Կորպորատիվ գործադիրները, որոնք հրաժարվում էին միլիոնավոր բոնուսներից սոցիալական ծրագրեր ֆինանսավորելու համար, հենց այդպես էլ սովորական պրակտիկա չէր բիզնես աշխարհում։ Դուք հավանաբար կասկածում եք իմ ֆինանսական առողջությանը, հումորով շարունակեց Օլիվիան։ Բայց ես հետաքրքիր բան պարզեցի։ Երբ դուք գումար եք օգտագործում մարդկանց կյանքում իրական դրական ազդեցություն ստեղծելու համար, անձնական բավարարվածության վերադարձը էքսպոնենցիալորեն ավելի մեծ է, քան ցանկացած բանկային հաշիվ։ Մարկոսը դիտում էր սենյակի դեմքերը, տեսնելով, թե ինչպես է թերահավատությունը աստիճանաբար տեղի տալիս անկեղծ հետաքրքրությանը։ Օլիվիայի փոխակերպումը արմատական էր, բայց նա անկեղծ։ Նա չէր հանդես գալիս տպավորություն թողնելու համար։ Նա կիսվում էր հայտնագործության անձնական ճանապարհորդությամբ։ Մարկոս, ասաց խորհրդի անդամներից մեկը։
Կարող եք խոսել այս փոխակերպման ձեր անձնական փորձի մասին։ Մարկոսը խորը շունչ քաշեց։ Հրապարակայնորեն խոսելը դեռ բնական չէր նրա համար, բայց նա սովորել էր ուժ գտնել իր փորձի ճշմարտության մեջ։ 6 ամիս առաջ ես կոտրված մարդ էի։ Ոչ միայն ֆինանսապես, այլ հոգեպես։ Ես կորցրել էի հույսը, որ բարությունն ու արժանապատվությունը դեռ կարող են կորպորատիվ աշխարհում։ Նա դադարեց, նայելով Օլիվիային։ Մի ցավալի իրադարձություն ինձ դրեց մի դիրքի, որտեղ ես պետք է ընտրեի դառնության կարեկցանքի միջ։ Ես ընտրեցի կարեկցանքը, դա փոխեց երկու կյանք, իմը տիկին Ալյանցյանի։ Կարող եք մանրամասնել այդ իրադարձությունը։ Հարցրեց նույն գործադիրը։ Մարկոսն ու Օլիվիան նայեցին միմյանց, նրանց միջ անցավ լուր հաղորդակցություն։ Նրանք մի քանի անգամ քննարկել էին, թե արդյոք պետք է հրապարակայնացնեն այն ամբողջ պատմությունը, թե ինչպես է ծնվել ծրագիրը։ Ես կպատմեմ ամբողջ պատմությունը, ասաց Օլիվիան։ Որովհետև թափանցիկությունը հիմնարար է այն ամենի համար, ինչ մենք փորձում ենք կառուցել այստեղ։ Հաջորդ 15 րոպեի ընթացքում Օլիվիան պատմեց այդ ճակատագրական օրվա իրադարձությունները, իր դաժան նվաստացուցիչ վերաբերմունքը Մարկոսի նկատմամբ, բժշկական արտակարգ իրավիճակը, որը գրեթե խլեց նրա կյանքը, Մարկոսի արտակարգ որոշումը, փրկել նրան նույնիսկ այն բանից հետո, թե ինչպես էին վերաբերվել իրեն։ Սենյակում լռությունը, երբ նա ավարտեց, խորը հարգալից էր։ Մի քանի մարդու աչքերում արցունքներ կային, Մարկոսը կարող էր տեսնել, որ պատմությունը շոշափել էր ներկա յուրաքանչյուր մարդու մեջ ինչ-որ հիմնարար բան։ Ահա թե ինչու եզրափակեց Օլիվիան, այս ծրագիրը կորպորատիվ բարեգործության կամ սոցիալական մարքեթինգի մասին չէ։ Այն մասին է, որ ճանաչենք յուրաքանչյուր մարդու ամբողջական մարդկայնությունը, ով աշխատում է մեզ հետ։ Մարկոսն ինձ սովորեցրեց, որ իսկական առաջնորդությունը բխում է ոչ թե իշխանությունից կամ ահաբեկումից, այլ յուրաքանչյուր մարդու ներքին արժանապատվությունը տեսնելու գնահատելու կարողությունից։ Հանդիպումը շարունակվեց 1 ժամ, մանրամասն հարցերով կապված իրականացման ծախսերի հաջողության չափանիշների հետ։ Երբ այն վերջապես ավարտվեց, մի քանի գործադիրներ մոտեցան Մարկոսին Օլիվիային, ծրագիրը իրենց սեփական ընկերություններին հարմարեցնելու վերաբերյալ ավելի խորը քննարկումների համար։ Երբ սենյակը վերջապես դատարկվեց, Մարկոսն ու Օլիվիան իրենց մենակ գտան շաբաթների մեջ առաջին անգամ։ Երկուսի աշխատանքային ժամանակացույցը ինտենսիվ էր, բայց բավարարող այնպես, որ Մարկոսը երբեք չէր զգացել նախկինում։ Ինչպե՞ս եք զգում։ Օլիվիան հարցրեց, կազմակերպելով իր փաստաթղթերը։ Հոգնած, բայց գոհ։ Տեսնել, որ այլ ընկերություններ հետաքրքրված են նմանատիպ ծրագրեր իրականացնելով, դա ավելին է, քան երազում էի, երբ սկսեցինք։ Իսկ Քիարան։ Ինչպես է նա հարմարվում փոփոխություններին։ Մարկոսը ժպտաց։ Նա բարգավաճում է։ Դաշնամուրի դասերը, որոնք դուք առաջարկեցիք, գրքերը, Աննայի հետ ընկերությունը։ Առաջին անգամ մեր կնոջը կորցնելուց ի վեր, ես զգում եմ, որ նա իսկապես երջանիկ մանկություն ունի։ Իսկ դուք իսկապես երջանիկ կյանք ունեք։ Հարցը զարմացրեց Մարկոսին։ Վերջին ամիսներին նա այնքան էր կենտրոնացած եղել աշխատանքի Քիարայի բարեկեցության վրա, որ հազվադեպ էր կանգ առնում, գնահատելու իր սեփական երջանկությունը։ Գիտեք, կարծում եմ, որ այո։ Դա տարբեր է նախկինից, բայց այո, ես երջանիկ եմ։ Օլիվիան ժպտաց, Մարկոսը ճանաչեց այն անկեղծությունը, որը նա սովորել էր գնահատել նրա մեջ։ Ես նույնպես երջանիկ եմ։ Առաջին անգամ տարիներ շարունակ, ամեն առավոտ արթնանում եմ նպատակով, որը դուրս է թվերից շահույթներից։ Նրանք միասին քայլեցին դեպի հանգստի սենյակ, աղջիկներին վերցնելու համար։ Ապակե պատերից այն կողմ նրանք տեսան Քիարային Աննային, որոնք խաղում էին այլ երեխաների հետ, նրանց ծիծաղը արձագանքում էր գունեղ հարմարավետ տարածքում։ Մարկոս, մեղմորեն ասաց Օլիվիան։ Կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե։ Երբ մտածել եք նորից սկսելու մասին։ Ռոմանտիկ առումով, նկատի ունեմ։ Մարկոսը ուշադիր դիտարկեց հարցը։ Երբեմն։ Բայց դա բարդ է։ Քիարան միշտ կլինի իմ առաջնահերթությունը, շատ մարդիկ չեն հասկանում միայնակ հոր պատասխանատվությունները։ Իսկ եթե ինչ-որ մեկը հասկանար։ Եթե ինչ-որ մեկը գնահատեր ոչ միայն ձեզ, այլ Քիարային։ Ինչ-որ բան Օլիվիայի ձայնի տոնի մեջ ստիպեց Մարկոսին շրջվել, ուղղակիորեն նայելու նրան։ Նրա աչքերում կար խոցելիություն, մի չծակերպված հարց, որը ստիպեց նրա սրտին արագանալ։ Օլիվիա։
Կներեք, դա անտեղի էր։ Մենք գործընկերներ ենք, ես չպետք է։ Դա անտեղի չէր, մեղմորեն ընդհատեց Մարկոսը։ Դա անսպասելի էր, բայց ոչ անտեղի։ Նրանք մի քանի պահ լուռ մնացին, դիտելով երեխաներին խաղալիս։ Իրավիճակում կար բնական մտերմություն, երկու մեծահասակներ, ովքեր միասին խորը փոխակերպում էին անցել, դիտելով, թե ինչպես են իրենց դուստրերը անկեղծ ընկերություն զարգացնում։ Միգուցե, վերջապես ասաց Մարկոսը, կարող ենք այդ մասին խոսել վաղվա ընթրիքի ժամանակ։ Քիարան Աննան պլանավորում էին կինոյի երեկո, ես մտածեցի. Դուք ինչ ժամադրության եք հրավիրում, Մարկոս Սալենյան, հումորով հույսով իր ձայնում հարցրեց Օլիվիան։ Կարծում եմ, որ այո, Օլիվիա Ալյանցյան։ Այդ պահին Քիարան վազեց դեպի նրան սերտորեն հետում էր Աննան։ Հայրիկ։ Աննան ինձ ցույց տվեց, թե ինչպես օրիգամի անել։ Նայիր։ Նա մեկնեց մի գունեղ թղթե թռչուն, մի փոքր ծուռ, բայց մեծ սիրով պատրաստված։ Գեղեցիկ է, արքայադուստր։ Դու նկարչուհի ես դառնում։ Եվ մայրիկ, Աննան դիմեց Օլիվիային, կարող եմ վաղը քնել Քիարայի տանը։ Խնդրում եմ։ Օլիվիան նայեց Մարկոսին, լուռ հարց նրա աչքերում։ Նա թեթակի գլխով արեց։ Իհարկե, սիրելիս։ Բայց նախ դուք պետք է ընտրեք մեծահասակների հետ։ Ինչպես կլինի պիցցա։ Պիցցա, երկու աղջիկները միաժամանակ բղավեցին, վազելով նրանց առջով դեպի վերելակ։ Երբ վերելակի դռները փակվեցին, Մարկոսը դիտեց փոքրիկ խմբի արտացոլանքը փայլուն մետաղի վրա։ 6 ամիս առաջ նա միայնակ մարդ էր, ով պայքարում էր իր ընտանիքը միասին պահելու համար։ Այժմ նա տեսնում էր ավելի մեծ բանի սկիզբը, ընդլայնված ընտանիք, որը կառուցված էր ոչ թե արյան կամ օրենքի, այլ կարեկցանքի, փոխադարձ հարգանքի անկեղծ սիրո վրա։ Մարկոս, մեղմորեն ասաց Օլիվիան, բռնելով նրա ձեռքը, երբ նրանք իջնում էին։ Շնորհակալություն ինձ սովորեցնելու համար, որ երկրորդ հնարավորությունները հնարավոր են։ Շնորհակալություն ինձ ցույց տալու համար, որ մարդիկ իսկապես կարող են փոխվել։ Հայրիկ, Քիարան վեր նայեց իր մեծ, լուրջ աչքերով։ Դուք երջանիկ եք։ Շատ երջանիկ եմ, արքայադուստր։ Ավելի երջանիկ, քան կարող էի պատկերացնել։ Ես նույնպես երջանիկ եմ։ Եվ կարծում եմ, որ Օլիվիան նույնպես։ Մարկոսը նայեց Օլիվիային, տեսնելով բավարարվածության փայլը նրա աչքերում։ Կարծում եմ, որ դու ճիշտ ես, Քիարա։ Կարծում եմ, որ մենք բոլորս երջանիկ ենք։ Երբ վերելակի դռները բացվեցին ներքի հարկում, բացահայտելով նախասրահը, որտեղ ամեն ինչ սկսվել էր 6 ամիս առաջ, Մարկոսը լիարժեք շրջանցման զգացում ունեցավ։ Այն վայրը, որը մի անգամ վկայել էր նրա ամենախորը նվաստացումը, այժմ տեսնում էր նրա ամենամեծ հաղթանակը, ոչ թե Օլիվիայի նկատմամբ, այլ նրա հետ։ Միասին նրանք կառուցել էին ինչ-որ ավելի մեծ բան, քան իրենց անհատական պատմությունները։ Դեպի ելքը քայլելիս երկու ընտանիք, որոնք դարձել էին մեկ, Մարկոսը մտածեց այն խոսքերի մասին, որոնք իր կինը սովորաբար ասում էր։ Մարդիկ բարդ մեքենաներ են, որոնց երբեմն պարզապես զգույշ վերակարգավորում է անհրաժեշտ։ Այդ օրը հիվանդանոցում նա, Օլիվիան գտել էին հենց այն վերակարգավորումը, որի կարիքն ունեին։ Դրսում ձյունը մեղմորեն սկսեց տեղալ մայրաքաղաքի վրա, քաղաքը ծածկելով անսահման հնարավորությունների սպիտակ շերտով։ 4 մարդիկ միասին քայլեցին մայթով, նրանց հետքերը ստեղծելով եզակի արահետ թարմ ձյան վրա, կատարյալ խորհրդանիշը նոր ճանապարհորդության, որը նրանք ընտրել էին միասին անցնել։ Սոցիալական պատասխանատվության վերաբերյալ տասնյակ ընկերությունների հեռանկարը փոխած հանդիպումից 3 շաբաթ անց, Մարկոսն իր սենյակի հայելու դիմաց էր, շտկելով մուգ կապույտ փողկապը, որը հատուկ այդ առիթի համար էր գնել։ Նա փողկապ չէր կրել այն ժամանակներից, երբ դեռ ինժեներ էր աշխատում, այն կապելու պարզ ժեստը հիշողությունների ալիք բերեց այն մասին, թե ով էր նա նախկինում։ Հայրիկ, դուք շատ էլեգանտ եք, բացականչեց Քիարան սենյակի դռնից, հագած վարդագույն ծաղկավոր զգեստը, որը Աննան ընտրել էր նրա համար Օլիվիայի հետ գնումների կեսօրին։ Երկու աղջիկների միջ ընկերությունն այնքան էր խորացել, որ այժմ նրանք քույրեր էին թվում, կիսելով հագուստներ, խաղալիքներ, շշուկով պատմված գաղտնիքներ քնելու երեկոների ընթացքում, որոնք դարձել էին շաբաթական։ Շնորհակալություն, արքայադուստր։ Եվ դու միշտ գեղեցիկ ես։ Մարկոսը ծնկի իջավ, Քիարայի մազերի ժապավենը շտկելու համար։ Հիշում ես այսօր երեկոյան կանոնները։ Քիարան լրջորեն գլխով արեց։ Արքայադստեր պահվածք ընթրիքի ժամանակ, թույլ տալ, որ դուք խոսեք որպես մեծահասակներ, ամոթալի հարցեր չտալ ժամադրությունների մասին։
Մարկոսը ծիծաղեց. Հենց այդպես։ Բայց եթե դու կամ Աննան որե պահի անհարմար զգաք, կարող եք գնալ ձեր սենյակ խաղալու, այնպես չէ՞։ Այո։ Բայց հայրիկ։ Քիարան իր մեծ, լուրջ աչքերով նայեց նրան։ Դուք իսկապես սիրում եք Օլիվիային։ Դստեր ուղիղ հարցը ստիպեց Մարկոսին դադար տալ։ Վերջին շաբաթներին, այն օրվանից, երբ նա սկսեց լրջորեն դիտարկել Օլիվիայի հետ ընկերությունից ավելին ունենալու հնարավորությունը, նա հարցրել էր իրեն իր իրական զգացմունքների մասին։ Պրոֆեսիոնալ վերափոխման համար երախտագիտությունը անկեղծ էր, հարգանքը այն կնոջ նկատմամբ, ով դարձել էր Օլիվիան, խորը էր, բայց կար արդյոք էլի ինչ-որ բան։ Այո, Քիարա։ Ես շատ եմ սիրում Օլիվիային։ Նա խելացի է, բարի քեզ շատ քնքշորեն է վերաբերվում։ Եվ նա գեղեցիկ է։ Այո, նա գեղեցիկ է։ Ներսից դրսից։ Եվ նա ստիպում է ձեզ ժպտալ այնպես, ինչպես մայրիկն էր անում։ Քիարայի դիտարկումը Մարկոսին հարվածեց որպես պարզության կայծակ։ Այո, Օլիվիան ստիպում էր նրան ժպտալ այն անկեղծ ձով, որը նա կարծում էր, թե հավերժ կորցրել էր։ Դա նույն ժպիտը չէր, որ առաջացնում էր իր կինը, բայց դա իրական էր, ջերմլի հնարավորություններով։ Այո, արքայադուստր։ Նա ստիպում է ինձ այդպես ժպտալ։ Ուրեմն ամեն ինչ լավ է։ Մայրիկը միշտ ասում էր, որ ուզում է, որ դու երջանիկ լինես։ Քիարայի պարզ խոսքերը հեռացրին մեղքի վերջին հետքը, որը Մարկոսը կրում էր ռոմանտիկորեն առաջ շարժվելու վերաբերյալ։ Նրա դուստրը 6 տարեկանի անմեղ իմաստությամբ նրան տվել էր այն թույլտվությունը, որի կարիքն ինքը չգիտեր, թե ուներ։ Զանգը հնչեց ճիշտ ժամը 7-ին, Մարկոսը բացեց դուռը, տեսնելու Օլիվիային Աննային, ովքեր սպասում էին միջանցքում։ Օլիվիան կրում էր զմրուխտ կանաչ զգեստ, որը ընդգծում էր նրա աչքերը, նրա մազերը թափված էին մեղմ ալիքներով, որոնք շրջանակում էին նրա դեմքը։ Նա գեղեցիկ էր, բայց նրա դեմքի նյարդայնության սպասումի խառնուրդն էր, որ ստիպեց Մարկոսի սրտին արագանալ։ Բարի երեկո, ասաց նա, լիովին բացելով դուռը։ Դուք հիասքանչ եք։ Շնորհակալություն։ Դուք նույնպես շատ էլեգանտ եք։ Օլիվիան մտավ, տոպրակ կրելով, որը համեղ հոտ էր գալիս իտալական ուտեստներից։ Բերեցի ընթրիքը Բելլա Վիստա-ից, ինչպես խոստացել էի։ Քիարա։ Աննա։ Աղջիկները գրկախառնվեցին, կարծես շաբաթներով չէին տեսնվել, այլ ոչ թե ընդամենը 2 օրով։ Նրանք վազեցին Քիարայի սենյակ, ուրախորեն խոսելով այն ֆիլմի մասին, որը կդիտեին ընթրիքից հետո։ Մարկոսն ու Օլիվիան մենակ մնացին հյուրասենյակում, հանկարծ մթնոլորտը փոխվեց։ Դա այլևս վերջին ամիսների պրոֆեսիոնալ բնականությունը չէր, այլ ինչ-որ ավելի մտերմիկ խոցելի բան։ Կարող եմ ինչ-որ բան խոստովանել, ասաց Օլիվիան, տոպրակը դնելով ճաշասեղանին։ Ես նյարդայնացած եմ։ Ես նույնպես։ Տարօրինակ է, հաշվի առնելով այն ամենը, ինչի միջով անցել ենք միասին։ Միգուցե հենց այդ պատճառով է։ Մենք շատ բան ունենք կորցնելու, եթե դա չստացվի։ Մարկոսը մոտեցավ նրան, կանգ առնելով հարգալից հեռավորության վրա։ Օլիվիա, մենք պարտավոր չենք այսօր երեկոյան որևէ բան որոշել։ Մենք կարող ենք պարզապես տեսնել, թե ինչ է տեղի ունենում բնականաբար։ Դուք ճիշտ եք։ Պարզապես այնքան ժամանակ է անցել, ինչ ես ինձ թույլ եմ տվել իսկական զգացմունքներ ունենալ ինչ-որ մեկի նկատմամբ։ Կորպորատիվ աշխարհը սովորեցնում է ճնշել էմոցիաները, ես դրանում փորձագետ եմ դարձել։ Իսկ հիմա ես պարզում եմ, որ ճնշված էմոցիաները չեն անհետանում։ Նրանք պարզապես սպասում են ճիշտ պահին, դուրս գալու համար։ Նրանք հաջորդ մի քանի րոպեն անցկացրին ընթրիքը կազմակերպելով, խոսելով առօրյա հարցերի մասին, մինչ հարմարվում էին իրենց միջ նոր դինամիկային։ Մարկոսի բնակարանը, թե համեստ, հատուկ սիրով էր կահավորված այդ առիթի համար։ Անուշահոտ մոմերը մեղմ լուսավորություն էին ստեղծում, նա նույնիսկ թարմ ծաղիկներ էր գնել սեղանի կենտրոնի համար։ Մարկոս, ասաց Օլիվիան, մատուցելով կապրեզե աղցանը, կարող եմ ձեզ հարցնել ձեր կնոջ մասին։ Եթե շատ անձնական չէ, կարող եք հարցնել։ Նրա մասին խոսելը ժամանակի ընթացքում ավելի հեշտ է դարձել։ Ինչպես եք ծանոթացել։ Մարկոսը ժպտաց, հիշելով։ Ինժեներական քոլեջում։ Նա ճարտարապետություն էր սովորում, մենք մի քանի ընդհանուր առարկաներ ունեինք։ Նա ամենալավատես մարդն էր, ում երբե հանդիպել էի, միշտ հնարավորություններ տեսնելով այնտեղ, որտեղ ուրիշները խնդիրներ էին տեսնում։
Նա ձեզ դա սովորեցնում էր։ Մշտապես։ Երբ մենք բախվում էինք ֆինանսական դժվարությունների կամ աշխատանքային խնդիրների, նա միշտ ասում էր, որ յուրաքանչյուր մարտահրավեր քողարկված հնարավորություն է մեզ համար, որպես մարդիկ աճելու։ Կարծես նա հատուկ մարդ էր։ Այո։ Եվ ես գիտեմ, որ նա կհավաներ սա։ Մարկոսը ժեստ արեց նրանց միջ։ Դուք նրան կհիշեցնեիք նրան որոշ առումներով։ Վճռականությունը, տեսլականները իրականություն դարձնելու կարողությունը։ Օլիվիան ժպտաց, հուզված համեմատությունից։ Պատիվ է համեմատվել ինչ-որ մեկի հետ, ով ակնհայտորեն այդքան կարևոր էր ձեզ համար։ Աղջիկները այդ պահին հայտնվեցին ճաշասենյակում, քաղցած ուրախ։ Ընթրիքը զարմանալի բնականությամբ անցավ, երեխաները գերիշխում էին խոսակցությանը դպրոցական պատմություններով, հանգստյան օրերի պլաններով։ Մարկոսը դիտում էր Օլիվիային, որը շփվում էր Քիարայի հետ, նկատելով, թե ինչպես էր նա սովորել շփվել երեխայի մակարդակով, առանց հովանավորելու։ Օլիվիա, ասաց Քիարան, ուտելով իր սպագետին, դուք կլինեք իմ նոր մայրիկը։ Օլիվիայի պատառաքաղը կանգ առավ իր բերանին տանող ճանապարհի կեսին։ Մարկոսը զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին, բայց մինչ նա կկարողանար նկատողություն անել Քիարային չափազանց ուղիղ հարցի համար, Օլիվիան հանգիստ պատասխանեց. Քիարա, ձեր հայրիկը ես պարզապես սկսում ենք միմյանց ճանաչել այլ կերպ։ Բայց անկախ նրանից, թե ինչ կլինի մեզ միջ, ես միշտ կխնամեմ քեզ, կսիրեմ քեզ, կարծես դու իմ դուստրը լինեիր։ Դա կարող եմ խոստանալ։ Իսկ եթե դուք ամուսնանաք, Աննան իսկապես իմ քույրը կլինի։ Աննան ցատկեց իր աթոռից։ Դա հիանալի կլիներ։ Կարող էինք նույն սենյակը կիսել։ Մարկոսն ու Օլիվիան նայեցին միմյանց սեղանի վրայով, երկուսն էլ հասկանալով, որ երեխաներն արդեն լիովին լուծել էին իրավիճակը իրենց մանկական մտքերում։ Կար մի մխիթարող բան նրանց հեռանկարի պարզության մեջ։ Ընթրիքից հետո աղջիկները հեռացան, ընտրված ֆիլմը դիտելու համար, Մարկոսին Օլիվիային նորից մենակ թողնելով։ Նրանք տեղափոխվեցին բնակարանի փոքրիկ պատշգամբ, որտեղ Մարկոսը տեղադրել էր երկու հարմարավետ աթոռ, քաղաքի լույսերի տեսարանով։ Քիարայի հարցը ինձ ստիպեց մտածել, ասաց Օլիվիան, ընդունելով սուրճի բաժակը, որը Մարկոսն առաջարկեց նրան։ Ոչ թե հատուկ ամուսնության մասին, այլ այն մասին, թե ինչ եմ ես իսկապես ուզում կյանքից։ Եվ ինչ եք ուզում։ Տարիներ շարունակ կարծում էի, որ ուզում եմ իշխանություն, ճանաչում, ֆինանսական հաջողություն։ Կայսրություն կառուցել, որը կտպավորեր իմ հորը, կապացուցեր, որ ես ունակ եմ։ Օլիվիան դադարեց, սուրճից մի կում խմելով։ Բայց վերջին ամիսներին պարզեցի, որ այն, ինչ ես իսկապես ուզում եմ, անկեղծ կապ է։ Մարդիկ, ովքեր ինձ կտեսնեն որպես Օլիվիա, ոչ թե որպես Ալյանս կորպորացիայի նախագահ։ Եվ դուք դա գտաք։ Ձեզ հետ, այո։ Եվ Քիարայի հետ։ Եվ հետաքրքիր է, նա աշխատանքում, հիմա, երբ փոխել եմ իմ մոտեցումը։ Աշխատակիցները լիովին այլ կերպ են արձագանքում, երբ դուք նրանց վերաբերվում եք որպես ամբողջական մարդկանց։ Մարկոսը հենվեց իր աթոռին։ Գիտեք, երբ ամուսնացած էի, կարծում էի, որ հասկանում եմ, թե ինչ է նշանակում սիրել ինչ-որ մեկին։ Այն բանից հետո, երբ կինս հեռացավ, կարծում էի, որ այլս երբեք չեմ կարող նման բան զգալ։ Իսկ հիմա հասկանում եմ, որ սերը ֆիքսված քանակություն չէ, որը սպառվում է, երբ ինչ-որ մեկին կորցնում ես։ Դա մի կարողություն է, որը կարող է աճել, հարմարվել նոր հանգամանքներին։ Օլիվիան ինտենսիվությամբ նայեց նրան։ Մարկոս, կարող եմ ձեզ հետ լիովին անկեղծ լինել։ Խնդրում եմ։ Ես սիրահարված եմ ձեզ։ Ոչ միայն երախտապարտ եմ այն բանի համար, ինչ դուք արել եք, ոչ միայն տպավորված եմ նրանով, թե ով եք դուք, այլ անկեղծորեն սիրահարված։ Նա խորը շունչ քաշեց։ Եվ դա ինձ սարսափեցնում է, որովհետև ես երբեք ինձ թույլ չեմ տվել այդքան խոցելի լինել ինչ-որ մեկի հետ։ Մարկոսը իր բաժակը դրեց նրանց միջ գտնվող փոքրիկ սեղանին, լիովին շրջվեց դեպի Օլիվիան։ Կարող եմ նա ինչ-որ բան խոստովանել։ Նա գլխով արեց։ Ես նույնպես սիրահարված եմ ձեզ։ Եվ ոչ միայն այն կնոջը, ում դուք վերածվել եք, այլ այն ճանապարհորդությանը, որը մենք միասին անցել ենք։ Այն ձին, թե ինչպես եք ընդունել փոփոխությունը, ինչպես եք վերաբերվում Քիարային, ինչպես եք օգտագործել ձեր ուժը աշխարհում դրական բան ստեղծելու համար։ Այդ դեպքում, ինչ ենք անում հիմա։ Կարծում եմ, որ անում ենք այն, ինչ անում են սիրահարված մարդիկ։ Փորձում ենք միասին կյանք կառուցել։
Մարկոսը վեր կացավ ձեռքը մեկնեց Օլիվիային, ով առանց տատանվելու ընդունեց այն։ Նրանք կանգնած էին փոքրիկ պատշգամբում, քաղաքը տարածված էր իրենց ոտքերի տակ, որպես անսահման հնարավորությունների գորգ։ Օլիվիա, չեմ կարող խոստանալ, որ դա հեշտ կլինի։ Ես միայնակ հայր եմ, հսկայական պատասխանատվություններով, անցյալի տրավմաներով, դեռ սովորում եմ նավարկել իմ նոր կյանքում։ Եվ ես աշխատասեր գործադիր եմ ապաքինման փուլում, զրոյական փորձով անկեղծ հարաբերություններում մի դուստրով, ով ստիպված է շատ արագ մեծանալ, քանի որ ես միշտ աշխատում էի։ Նրանք միասին ծիծաղեցին, ճանաչելով իրենց իրավիճակի բացարձակ կատարյալ անկատարությունը։ Բայց շարունակեց Մարկոսը, կարող եմ խոստանալ, որ կսիրեմ քեզ անկեղծորեն, կհարգեմ քո հավակնությունները, կանեմ ամեն ինչ, ինչ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի երջանիկ ընտանիք կառուցեմ մեր դուստրերի համար։ Եվ ես կարող եմ խոստանալ, որ այլս երբեք աշխատանքը ընտանիքից վեր չեմ դասի, որ կաջակցեմ քո երազանքներին, կսիրեմ Քիարային, կարծես նա ծնված լիներ իմ սրտից։ Մարկոսը ափերով բռնեց Օլիվիայի դեմքը։ Ուրեմն կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել, տիկին Ալյանցյան։ Կարծում եմ, որ եկել ենք, պարոն Սալենյան։ Նրանց առաջին համբույրը մեղմ էր, փորձնական, լի ամիսների էմոցիոնալ լարվածությամբ սպասումով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին թեթացման ուրախության խառնուրդով։ Հայրիկ։ Օլիվիա։ Քիարայի ձայնը եկավ բնակարանից։ Ֆիլմը վերջացավ։ Դուք այնտեղ դուրսը համբուրվում եք։ Նրանք ծիծաղեցին, Քիարայի ուղիղ անմեղությունը կոտրելով ցանկացած մնացորդային լարվածություն։ Եկեք այստեղ, աղջիկներ, կանչեց Օլիվիան։ Մենք ձեզ հետ խոսելու բան ունենք։ Քիարան Աննան հայտնվեցին պատշգամբում, նրանց սպասողական արտահայտությունները բացահայտում էին, որ նրանք հավանաբար լրտեսել էին համբույրը ապակե դռնից այն կողմ։ Աղջիկներ, սկսեց Մարկոսը, Օլիվիան ես որոշեցինք, որ ուզում ենք փորձել իսկական ընտանիք լինել։ Սա նշանակում է շատ փոփոխություններ, բայց բոլորը լավ են։ Սա նշանակում է, որ մենք բոլորս միասին կապրենք։ Աննան հարցրեց, թեթակի ցատկելով։ Ի վերջո, այո, պատասխանեց Օլիվիան։ Բայց դանդաղ, որպեսզի բոլորը հարմարվեն։ Եվ սա նշանակում է, որ մենք պաշտոնական քույրեր կլինենք։ Քիարան ավելացրեց։ Նշանակում է, որ դուք արդեն քույրեր եք այն բանում, ինչն իսկապես կարևոր է, սրտում, ասաց Մարկոսը։ Երկու աղջիկները գրկախառնվեցին, սկսեցին ցատկել, նշելով, կարծես վիճակախաղ էին շահել։ Նրանց անկեղծ ամբարդ ուրախությունը ստիպեց Մարկոսին, Օլիվիային հասկանալ, որ նրանք ճիշտ որոշում էին կայացրել։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ Աննան Օլիվիան հեռացան, խոստանալով հաջորդ օրը հանդիպել, Մարկոսը Քիարային քնեցրեց։ Նա երջանկությունից շողում էր, ամուր բռնելով Գուգուին, երբ նա փաթաթվում էր ծածկոցների տակ։ Հայրիկ, մայրիկը կհավաներ Օլիվիային։ Մարկոսը ժպտաց, շոյելով դստեր մազերը։ Կարծում եմ, որ քո մայրը կսիրեր Օլիվիային։ Եվ շատ հպարտ կլիներ նրանով, թե ինչպես դու նրան ընդունեցիր մեր ընտանիք։ Կարծում եմ, որ նա երջանիկ է երկնքում, իմանալով, որ մենք այլս մենակ չենք լինի։ Կարծում եմ, որ դու ճիշտ ես, արքայադուստր։ Մինչ Քիարան քնում էր, Մարկոսը նստեց իր սիրելի բազկաթոռին հյուրասենյակում, շուրջը նայելով բնակարանին, որը նրա ապաստանն էր եղել իր կյանքի ամենադժվար տարիներին։ Շուտով նրանք կտեղափոխվեին ավելի մեծ տուն, մի տուն, որը կտեղավորեր ձավորվող նոր ընտանիքին։ Բայց այս գիշեր նա պարզապես ուզում էր կլանել պահը, հիշողության մեջ գրանցել նորից իսկապես երջանիկ լինելու զգացումը։ Նրա հեռախոսը թրթռաց Օլիվիայի հաղորդագրությունից։ Շնորհակալություն այն ամենակատարյալ երեկոյի համար, որ ունեցել եմ տարիներ շարունակ։ Աննան արդեն պլանավորում է այն սենյակի ձավորումը, որը նա Քիարան կկիսեն։ Մարկոսը պատասխանեց։ Քիարան նույնպես։ Կարծում եմ, որ նրանք կլինեն այս անցման ամենահեշտ մասը։ Անհամբեր սպասում եմ մեր համատեղ կյանքը սկսելուն։ Բարի գիշեր, Մարկոս։ Բարի գիշեր, Օլիվիա։ Սիրում եմ քեզ։ Ես նույնպես սիրում եմ քեզ։ Մարկոսը հեռախոսը դրեց փակեց աչքերը, զգալով խորը խաղաղություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Այստեղ հասնելու ճանապարհը երկար էր դժվարին, նշանավորված կործանարար կորուստներով, ցավալի նվաստացումներով։ Բայց յուրաքանչյուր մարտահրավեր նրան պատրաստել էր այս պահին, այս ընտանիքին, այս հնարավորությանը նորից սկսելու փորձից ձեռք բերված իմաստությամբ։ Հարակից սենյակում Քիարան խորը քնած էր, վերջապես վստահ, որ այլս երբեք մենակ չի լինի ինքը հայրիկը աշխարհի դեմ։
Եվ քաղաքի ինչ-որ տեղում Աննան Օլիվիան հավանաբար խոսում էին նույն ընտանեկան երազանքների մասին, որոնք այդ գիշեր լցրել էին իրենց բնակարանը ծիծաղով։ Մարկոսը ժպտաց մթության մեջ, հիշելով այն խոսքերը, որոնք իր կինը սովորաբար ասում էր երկրորդ հնարավորությունների մասին, որոնք հազվագյուտ նվերներ են, որոնք տիեզերքն առաջարկում է միայն նրանց, ովքեր բավականաչափ քաջ են, ընդունելու փոփոխության հնարավորությունը։ Նա գտել էր իր երկրորդ հնարավորությունը ամենաանհավանական վայրում, այն կնոջ աչքերում, ով մի անգամ վիրավորել էր նրան, բայց ով այժմ ներկայացնում էր երջանկության բոլոր հնարավորությունները, որոնք ապագան կարող էր առաջարկել։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարկոսի Օլիվիայի պատմությունը շոշափել է ձեր սրտերը այնքան, որքան մեր սրտերը։ Նվաստացման կարեկցանքի փոխակերպման այս ճանապարհորդությունը հիշեցնում է մեզ, որ բոլորս արժանի ենք երկրորդ հնարավորությունների, որ մարդկային բարությունը կարող է ծաղկել ամենաանսպասելի պահերին։ Այսպիսի հույզեր շարունակելու համար մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ակտիվացնել ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք մեր ոգեշնչող պատմություններից որևէ մեկը։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ հատուկ զգացմունքներ է առաջացրել, մեկնաբանություններում կիսվեք, թե որ մասն է ձեզ ամենաշատը հուզել։ Ձեր կարծիքը հիմնարար է, որպեսզի մենք շարունակենք բերել պատմություններ, որոնք լուսավորում են մարդկային բնույթի ամենագեղեցիկ կողմերը։ Մինչ մեր հաջորդ համատեղ ճանապարհորդությունը։